Ոնց պետք է գործարարը ապրի բիզնեսի կորուստը։ Կողա բիզնեսը մի տեղ տուժում է, բայց ընտանեկան արժեքները մեր մոտ շատ կարևոր են։ Վստահությունը այդ անփոխարինելի մարդկային գործոնն է, որը չի փոխարինվում ոչ մի բանով։ Պետք է բիզնեսը կայանա, բայց եթե չկայացավ, արդեն սկզբանե իր կյանքը չի ավարտվում։ Եթե սա հիմա իմ հետ տեղի է ունենում, ուրեմն օքեյ է։ Լավ, վատ, այդ կյանքը հետո ցույց կտա։ Մեր մոտ բիզնեսին նայում են որպես զավակ։ Եթե չկա իմ բիզնեսը, ես ով եմ։ Բիզնեսն է մարդու համար աշխատում։ Հապրես։ Ճիշտ է, դա պետք է լինի։ Բիզնեսն աշխատում է մարդու համար, ոչ թե մարդն է բիզնեսի համար։ Ուժել եմ հենց բարիությանս չափից շատ լինելու պատճառով։ Որ դու հաջողակ ես, քո կողքը շատ մարդիկ կան։ Ես հեռանալու եմ, ես դա գիտեմ։ Ոչ եմ հեռանալու 50-60 տարեկանում, երբ որ ինձ հեռացնեն։ Ողջույն բոլորին, այսօր կրկին ունենք շատ հետաքրքիր հյուր, բայց մինչև իմ հյուրին ներկայացնելը ես ուզում եմ մեր գործընկերներին ներկայացնեմ։ Մեր գործընկերներն են Spin Production ընկերությունը, որի հարկի տակ նկարում ենք մեր բոլոր ոդքասթները, եւ Philharmonia ընկերությունը, որը միջոցառումների կազմակերպման ֆանտաստիկ, կարգին լավ ընկերություն է եւ մեր Club Capital-ի գործընկերն է, եւ եթե ունեք բարդ միջոցառումներ, ապա կարող եք վստահորեն դիմել մեր Philharmonia ընկերությանը, որի սեփականատերը իդեպ դարձյալ մեր ակումբից է Արթուրը Կարապետյան։ Դե ներկայացնեմ այսօրվա իմ հյուրին, իմ հյուրը Union ընկերության զարգացման գծով տնօրեն, համասեփականատեր Հովսեփյան Ռոբերտն է։ Ռոբերտյան, привет, ախպերես։ Ողջույն Գրիգոր ջան։ Привет, Բարով եկել։ Մենք շուտվանից պետք է նկարենք այս ոդքասթը, անդադ իմ մոտ չէր ստացվում կազմակերպել, ու ուրախ եմ, որ այսօր ստացվեց։ Այսօր մեզ շատ հետաքրքիր դիալոգ է սպասում։ Միանշանակ։ Շնորհակալ եմ հրավերի համար ու հուսով եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Դե արի սկսենք ամենասկզբից։ Ես գիտեմ, որ դու բիզնեսի մեջ ես մտել 11 տարի առաջ։ Կպատմես ոնց եղավ, որտեղ կրթությունից արի սկսենք, հա, որտեղ ես սովորել, ոնց ա եղել, որ մտել ես բիզնեսի աշխարհ։ Իդեպ Union ընկերությունը Հայաստանում հայտնի է բազմաթիվ արտադրատեսակներով, մասնավորապես Հայկոլա խմիչքն է, որին երևի թե դեռ 90-ականներից ենք բոլորս ծանոթ, Զուլալ ջրերն են, չէներգետիկներն են։ Այո, Tesla էներգետիկն է, ունենք բնական հյութեր եւ այս պայն մասնագիտանում ենք հենց քոլաբների մեջ, այսպես ասած, հայտնի մարդկանց կամ պրոյեկտների հետ ստեղծում ենք համատեղ պրոդուկտներ։ Ընտիր, շատ լավ։ Դե պատմի քո ճանապարհը որպես գործարար, երբ ես մտել բիզնես, ոնց ես մտել, որտեղ ես սովորել։ Շատ լավ Գրիգոր ջան, սովորել եմ ֆրանսիական համալսարանում, բակալավրս հենց կառավարում։ Հետո ընդունվել եմ ամերիկյան համալսարան, 14 թվականին ընդունվել եմ, 16-ին ավարտել եմ, MBA եմ այնտեղ արել։ Ու այնպես ստացվեց, որ իմ սովորելու հետ նաև բիզնեսս եմ իմ առաջի հիմնել իմ եղբոր հետ, հորեղբորս տղայի հետ, take away սրճարաններ Հյուսային Բողոկայում, Փարիզյան սուրճի բրենդի ներքո։ Այդ ժամանակ Փարիզյան սուրճը մեր գրուպի պրոդուկտներից մեկն էր, այսպես ասած, ու հիմնեցինք առաջին take away coffee shop-երից մեկը Հայաստանում ու այսպես ասած premium lux կարգի այն ժամանակ։ Որտեղ էր ինքը։ Հյուսային Բողոկա, հիմա որ coffee house-ը կա, հենց դիմացի մայթը հյուրանոց կա, հյուրանոցի հենց տակի հատվածում էր։ Մեր առաջի սխալներս էլ այնտեղ է սովորեցի բիզնեսի, որ միտքը լավն էր, ամեն ինչ լավն էր, բայց լոկացիայի մեջ փոքր խնդիրը այդ բիզնեսը այսպես ասած չզարգացրեց, գումարած դրան ճիշտ ժամանակ չենք մտել։ Համատության համար ասեմ, այն ժամանակ Ամերիկանում մենք վաճառում էինք 15 թվին 900 դրամ, այսինքն այն ժամանակվա համար ինքը թանկ էր։ Այսինքն պրեմիում կարգի take away coffee shop էինք պլանավորել բացենք, բայց ծախսեր օպերացիոն շատ բարձր էին, ու այսպես ասած իմ դասերը քաղելով փակվեց այդ ընկերությունը։ Ինչքան գումար կորցրեցիք։ Շատ չեն կորցրել, երևի մոտ մի այն ժամանակվա հաշվարկով երևի մի 18 միլիոն դրամ էր։ Երկու հոգով կորցրեցինք։ Դա չեմ հաշվել մինուսները, ընկերության օպերացիոն մինուսները չհաշված, քույքի մասով եմ ասում, ու եթե օպերացիոն մինուսը գումարենք 25-ից երևի ավել կլիներ։ Okay։ Բայց տարածքը պայմանական շատ փոքր էր, 15 քառակուսի էր։ Հետո արդեն ունեցել եմ ֆրանշիզա եմ սկսել, այսինքն sense ասեմ, սկզբից փորձել եմ ես իմ ուղղությամբ գնամ, չնայած ունեցել ենք մեծ ընկերություն, բայց հասկացել եմ այդ ընկերության մեջ մտնելու համար ես պետք է իմ ուղին ունենամ, որ կարողանամ նոր շեղվեմ, մտնեմ մեր կարևոր ընկերության, այսպես ասած, օպերացիոն որը Union ընկերությունն է։ Այո։ Հետո ունեցել եմ եւս 3 սննդի կետեր, որից մեկը էլի չհաջողվեց, Երևան մոլում արագ սննդի կետ էր, առաջ անգամ Հայաստանում բերել ենք արագ սնունդեր, պաստա ենք պատրաստում իտալական, այնտեղ
այլ խնդիրներ տեսա, այլ դաս քաղեցի։ Հաջորդը իմ հոգեհարազատ ֆրանսիական համալսարանում 18 թվականին բացել եմ Takeaway Coffee Shop, որը արդեն հաջողվեց, այսպես ասած, ու երկրորդը արդեն բացել եմ Սլավոնական համալսարանում։ Հետո ուղղակի վաճառեցի, որ մտնեմ արդեն մեր հասունացել էր բա մեր բիզնեսի, այսպես ասած, ուղղությամբ գնամ, ու 2021 թվականին մտել եմ ամբողջությամբ առանց վերապահումների մեր Union ընկերության օպերացիոն աշխատանքի մեջ։ Կներես, արի մի հատ այդտեղ հետ հայացք ցենք, էլի մի փոքր ամփոփում անենք, ոնց պետք է գործարարը ապրի բիզնեսի կորուստը։ Ինչ եմ սա հարցնում, որովհետև երբ որ նայում ենք նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով, հա, ընդամենը 10-15 տարվա կտրվածքով, արդեն երևում են, որ դրանք անհաջողություններ չեն եղել, այլ քեզ պատրաստել են ավելի մեծ ճանապարհին, հա, բայց երբ որ դու գտնվում ես այդ этаպում, այդ փուլում, հա, քո համար դա կարա աշխարհը փուլ գա, երբ որ բիզնեսը քանդվում է, որի մեջ դու մեծ եռան ժամանակ գումարս դրել, այդ պահին քո աչքերով, որով դու չես տենում այն դեպքերը, որ եղել է հետո, քո համար դա կարա լինի չուսլի ամեն ինչի վերջը։ Ոնց պետք է գործարարը ապրի կորուստը իր ստեղծած ընկերության, որ հնարավորություն ստանա շարունակելու ու մի level ավելի բարձրանալու։ Շատ լավ հարց է։ Ես հարցին մի փոքր այլ կպատասխանեմ, բայց հարցի պատասխանել կտամ։ Փառք Աստծո, ֆինանսականի մասով, այսպես ասած, չեմ կարող ասեմ, որ այդ ժամանակամենից իդեալական էր, բայց հայրս ինձ օգնել է, այսինքն այդ կորուստները ֆինանսական նենց բան չի եղել իմ համար, էֆեկտ չունեցել, որ ես չգիտեմ, տունս կորցնեմ կամ այսպես ասած հացի փող չունենամ, հա, հայրս ինձ դարձով շատ իրեն շնորհակալ եմ, ես բաժաշ կայալել, որ կարացել եմ ես թույլ տամ այդ մինիմում 2 բիզնեսը, այսպես ասած տակտամ ու ասում շատ իմ կյանքի վրա դա չանադառնա։ Չնայած, երբ որ Փարիզյան սուրճի ընկերությունը այսպես ասած փակվեց, ես այդ գույքը ամբողջությամբ օգտագործել եմ ֆրանսիական համալսարանի վրա, այսինքն ռեսուրսները եղած օգտագործել եմ այլ բիզնեսի համար։ Չեմ վաճառել, որտեղ գիտեի, որ վաճառեմ 50%-ն եմ վաճառելու գնից, ու ֆրանսիական համալսարանում ներդրում անելիս այդ գույքը ամբողջությամբ օգտագործել եմ եւ իմ բանը այս շեմը եղել է շատ ցածր մուտքի։ Իմ մասով կասեմ, որ բնականաբար այդ կետում, որ ասում ես, շատ դժվար է եղել հաղթահարելը, քանի որ մտածում ես, աշխարհը փուլ է գալի, դու երիտասարդ ես, առաջի հենց քո փորձից անհաջողակ ես, այսպես ասած։ Առաջի հացը միշտ կուտա գնում։ Այո, այո։ Այդ Լավ խոսք է շատ։ Երևի մեջ կար ուղակի եւ այն մարդկանց մեջ, ովքեր այդ հարվածները ստանում են, գումարած դրան իմ հոր տված ֆինանսական, այսպես ասած, աջակցությունը, որը չի եղել 100%-անոց, ես միշտ բիզնեսի մեջ հասկացել եմ, որ կարամ գնամ հորս դիմեմ, բայց չեմ դիմել։ Փորձել եմ իմ ուժերով անեմ, եթե հասկացել եմ չի ստացվում, պետք է գնամ մեկից պարտք վերցնեմ։ Ճարահացել պապայից եմ ուզել, այսպես ասած, բայց ինքը միշտ պատրաստ է եղել այդ ինձ տրամադրել, այսինքն հոր ծնողի իմ դեպքում ներգրավվածությունը շատ բարձր է եղել, ինչ համար ես հորս շատ շնորհակալ եմ։ Չնայած ասում ֆինանսական ինքը իրականում ամենամեծը չի, մեծ հոգեբանականն է կարծում։ Ես ունեցել եմ հոգեբանական բավական դժվարություններ, որը կարծում ոչ բոլորը կկարողանային տակից դուրս գային, ու մոտս նպատակ էր իմ անձնականը դնեմ։ Իմ անձնականը, բայց ինչ որ պահի մտքումս բան փոխվեց, որոշեցի գալ մեր ընկերության մեջ։ Կհորդորեմ մարդկանց չհանձնվել, այսինքն եթե մեկը չի ստացվել, փորձեք երկրորդը, կարող է երկրորդն էլ չստացվի, երրորդը, չորրորդը։ Եթե հավատ ունի մարդ իր մեջ, ինչ որ ներքուստ, պետք է ինքը անի։ Բայց եթե տեսնում է իրանը բիզնեսը չի, իրանը կարիերանա կամ այլ ուղղությունն է, պետք չի ժամանակ կորցնել, պետք չի ռեսուրս կորցնել, մի հատ էլ կյանքը նենց կոտրի, որ տակից դուրս չգաս, չգիտեմ, այլ հետևանքներ ունենա քո կյանքի վրա։ Իսկ թվում է դա մարդու մեջ կամ կա կամ չկա, ուղղակի դա կարա զարգացնես, ուժեղացնես կամ առասարակ չօգտագործես։ Իդեպ այս կետում ես 3 հետաքրքիր դիտարկում ունեմ։ Քո թույլտվությամբ կասեմ, որ շատ կարևոր կետի ես դու գալի, ոնց կապիտալը փոխանցել երկրորդ սերնդին։ Փաստացի դու ձեր կապիտալի երկրորդ սերունդն ես, եւ ես քեզ ասեմ, որ այսօր Հայաստանը ապրում է այդ տրանսֆորմացիան, այսինքն այն ինչը ստեղծվել է 90-ականներին, հիմա արդեն երկրորդ սերունդը վերցնում է ու զարգացնում է։ Դա շատ մեծ մարտահրավեր է։ Առաջի հայացքից մարդկանց կարա թվա, թե եթե դու արդեն ունես այդ կապիտալի որոշակի քանակ, այդ քեզ երաշխավորում է, որ դու հաջողելու ես։ Ես ունեմ լիքը իմ աչքի տակ փորձեր, որ լրիվ հակառակն է, այսինքն մեծ կապիտալ ստեղծած գործարարը հիմա չի կարող դա փոխանցի իր տղաներին կամ իր սերունդներին, այսինքն ինքը հա կառավարելու այդ բիզնեսը, քանի կը ողջ է։ Այսինքն սա Հայաստանում հատկապես շատ լուրջ խնդիր է, եւ ձեր միջոցով այդ այսպես ասած այդ նախադեպը ստեղծվում է ու ստեղծվել է,
ոնց անել, որ ստեղծված կապիտալը երկրորդ սերնդով մեծանա, երրորդով, երրորդ, այսինքն քո երեխաներն էլ դա ավելացնեն ու զարգացնեն ու այսպես շարունակ։ Սա առաջի դիտարկումն է, որ կուզենայի սրա մասին մի քիչ քո կարծիքը լսեի։ Երկրորդը դու ասացիր, որ հորդ կողմից ունեցել ես ֆինանսական մեծ աջակցություն, իսկ ինչ անեն են մարդիկ, ովքեր չեն ունեցել այդ ֆինանսական աջակցությունը, ես ասեմ, այսպիսի կարևոր բան, անկախ նրանից մեր հայրերը մեզ ֆիզիկապես գումար տալիս են, թե չեն տալիս, կամ ինչ-որ կապիտալ փոխանցում են, թե չեն փոխանցում, իրանք մեզ միշտ փոխանցում են մեծ էներգիա, որը մենք կարանք կապիտալ սարքենք, որը մենք կարանք օգտագործենք, որ հաջողության հասնենք։ Ուղղակի այս կետում ես պետքա մեր հայրերի միջև առողջ հիերարխիկ կապ, մեծի փոքրի կապ, երբ մենք կարողանում ենք մեր հորից վերցնել այդ էներգիան եւ ռեալիզացնել արդեն մեր կյանքում որպես մասերի։ Այսինքն իմ կարծիքով նույնիսկ եթե հայրը ֆիզիկական կապիտալ կամ գումար չունի իր տղային փոխանցելու, ինքը հաստատ այդ էներգիան ունի ու միշտ փոխանցվում է դա։ Մնում է թե տղան ոնց է իր հոր հետ շփվում, կարում է այդ էներգիան վերցնի թե չէ, կարում է ռեալիզացնի բիզնեսում թե չէ։ Այս երկու դիտարկում ուզեցի անեմ այս կետում, որոնց երկուսի մասով էլ կուզենայի քո կարծիքը լսեի։ Եվ կստացի երրորդ կդիտարկումն էլ ունեմ, բայց դա կթողեմ մի քիչ ավելի ուշ, որ հերթով գնանք։ Քո առաջի դիտարկմանը ինչ հավելում կանեմ, իսկ դու կհամաձայնես, մեր մոտ միապետության նման բիզնեսում միապետությունը, այսպես ասած, շատ մոտիկ մոդել է։ Այսինքն հայրը կամ ծնողը որոշում է իր երեխային փոխանցի, ոչ թե տա կորպորատիվ կառավարման, ինչպես Եվրոպայում է կամ ԱՄՆ-ում է, կամ այլ ավելի զարգացած, այսպես ասած, երկրներում, հա, որտեղ բիզնեսը արդեն ավելի շատ ծերունդներ է փոխել։ Մեր մոտ երևի թե դա ընտանեկան, այսպես ասած, արժեքներն է, որը երևի մեր ուժն է։ Երևի չէ, իմ համար դա ուժ է միանշանակ։ Կողա բիզնեսը մի տեղ տուժում է, բայց ընտանեկան արժեքները մեր մոտ շատ կարևոր են։ Բիզնեսի տեսանկյունից որ նայես, ինձ թվում է սերունդ փոխանցելը կարող այդքան էլ ճիշտ դիտարկում չի, որտեղ մի օր գալու է ու ասում է անհաջող մի հատ պտուղ ոնց էլ չնի, բոլորի մոտ կարա ստացվի, հա, ու այստեղ լավ խոսք է, չէ՞, ասում են լավ ժամանակները ստեղծում են ուժեղ վատ ժամանակներ ուժեղ մարդկանց, լավ ժամանակներ թույլ են։ Այո, այսինքն մեկը ժամանակները վերջ ստեղծելու են ինչ-որ մեկին, ով չի կարողանալու կառավարի։ Պատմությունը ցուցատվել, որ դա այդպես է բոլոր հարցերում։ Այսինքն ես կարծում եմ, որ ճիշտ ճանապարհը բիզնեսի դա կորպորատիվ կառավարումն է, որտեղ սեփականատերը չի ժառանգելու իր աթոռը իր զավակներին։ Եթե ասում իրանք արժանի չեն, այսպես ասած։ Բայց խոսենք իրականությունից, ինչ որ մեր մոտ էսպային է տիրում, ոչ թե 20 տարի հետո կլինի, առաջինը կհորդորեմ են մարդկանց, ովքեր կապիտալ ուզում են փոխանցեն իրենց եկող սերնդին, առաջին չվախենան։ Ես ինքս այդ ամեն ինչի մեջով անցել եմ, դա ինձ կոփել է, որ հայրս ու եղբայրներս ոնց որ sense դեմս փագում էին, այսպես ասած, պլյուս մինուս, որովհետև իրանք այլ ժամանակներում են մեծացել, տեսել։ Այդ դժվարությունները մենք չենք տեսել, ինչ իրանք են տեսել ու ինքնաբերաբար իրանք փորձում են քեզ այդ դժվարություններից հեռու պահեն։ Այո, զգուշանում են ավելի շատ, քան այդ պահին ժամանակը վախում ժամանակը են կորցնեն իրանց բիզնեսը։ Բայց sense ասենք, բիզնեսը իրանց հետ ասում եմ, թե հոյ հետ չես տանելու էլի, ասում այն աշխարհ, ոչինչ կորցնում ես, թող կորցնես, ասում հիմա էտա։ Դա այլ տարբերակ չունես։ Այսինքն հայրը պետքա պատրաստ լինի նույնիսկ բիզնեսը կորցնելու, երբ փոխանցում է զավակին Դե կառավարման։ sense ասեմ, միշտ էլ պետքա պատրաստ լինես ցանկացած կորստի, իհարկե ռիսկի զգացողություն պետքա լինի, եթե զավակդ անպիտանա, գիտես հաստատ ինքը վարի է տալու, պետքա արդեն հասկանաս Կամ էլ քո ասած, կամ էլ ինքը բիզնեսմեն չի, այսինքն պարտադիր չի։ անպիտան բիզնեսի առումով Հա, այլ որտեվ կարող է ինքը տաղանդավոր օրինակ արվեստագետ է, երաժիշտ է, ինքը սաղ աշխարհը ճամփորդում է, լավ ապրում է, իր սիրած գործով զբաղվում ու ընդհանրապես իրան չի հետաքրքրում այդ ամեն ինչը, էլի։ Հա, այսինքն եթե տեսնում է պոտենցիալ, տեսնում է որ կարա վստահի իր զավակին, թեկուզ իր մտավախություններով, թեկուզ տեսնում է որ իր տղան կամ աղջիկը ուրիշ ձև են մտածում, այլ մտածողություն ունեն, բայց իրանք ճիշտ են մտածում, որովհետև ժամանակները փոխվել է, իսկ մեր ծնողները ապրում են դեռ սովը տեսել են, մութուցուր տարիներ տեսել են, պատերազմներ են տեսել, մի խոսքով։ Լեգենդներ են լսել երկրորդ համաշխարհայինի մասին ավելի շատ, քան մենք, մի խոսքով։ Դժվար ժամանակների են իրանք մեծացել ու մտածում են, որ նույնը հիմա է։ Բայց դեռ իմ կարծիքով այս փուլում Հայաստանին եւ աշխարհում այդ վատ փուլը հուսով եմ չկա, այս ամեն ինչը կհարթվի, ինչ որ կատարվում է ու կգնանք մեր ճանապարհով։ Այսինքն կարևորը վստահությունն է ու ես էլ քեզ կուզենամ մինչև երկրորդ դիտարկմանը հասնելը, ես քեզ կուզենամ վստահության մասով ինքս հարց տամ։ Ինչ ես կարծում բիզնեսում վստահությունը ինչ դեր է տանում։ Վստահությունը Հայաստանում պատշաճ մակարդակի վրա է, թե շտկվելու տեղ ունի։
Նայ, շատ կարևոր հարց ես տալի։ Իմ կարծիքով առանց վստահության չի կպնում լիքը մասեր բիզնես կոմունիկացիայի, այսինքն թե տոտալ վստահությունը հանում ես, ապա ոչ մի այլ սոսինչ չի կարա կապի երկու մարդու այդ կետում։ Ոչ պայմանագիրը, ոչ քաղաքացիական օրենսգիրքը, ոչ դատական համակարգը, ոչ ընտանեկան օրենսգիրքը, ոչ մի բան, այսինքն վստահությունը այդ անփոխարինելի մարդկային գործոնն է, որը չի փոխարինվում ոչ մի բանով։ Դա մի կողմից։ Բայց մյուս կողմից էլ դա մի բան է, որի վրա հույս դնել չի կարելի։ Իմ կարծիքով այս երկու ծայրահեղությունների արանքում պետքա գտնես ինչ որ միջին։ Կան դեպքեր, երբ որ դու անվերապահորեն վստահում ես քո գործընկերներին, պարտներներին ու կյանքը բերում է ցույց տալի, որ չէ, դու սխալվել ես այդ կետում, կամ միգուցե իրանք են սխալվել, որտեղ այդ վստահությունը փոխադարձ է եղել, եւ կան իրավիճակներ, որտեղ դու հասկանում ես, որ առանց վստահության չես կարա դու շարժվես առաջ եւ ամենակարևոր վստահությունը իմ կարծիքով բազային վստահությունը դա կյանքի հանդեպ վստահությունն է երբ դու վստահում ես առհասարակ կյանքին եւ իրադարձություններին երբ որ դու կարող ես դա անես դրա ֆոնի վրա դրա հողի վրա դու կարող ես վստահես նաեւ այլ դեպքերի եւ իրադարձությունների օրինակ մի կարճ բան պատմեմ առաջի անգամ Դուբայում ռենտը քար եմ վերցնում ինչ որ անհասկանալի օֆիսը անհասկանալի մարդիկ են ես եմ ու իմ ընկերներից Զավենն է միջազգային կամպանիա թե հենց արաբական չէ արաբական ինչ որ կամպանիա է ու ես ամեն ինչի վրա կասկածում եմ ստե ստորագրեմ ստե չստորագրեմ էսի անեմ հասկանում ես որ ինչ որ պատասխանատվության տակ ես մտնում ու դու ընդհանրապես չես կառավարելու են ռիսկերը որը որ հետո լինելու է չես կարող այդ բանին կարդաս այդ պայմանագրերը չես կարող արագի մեջ հա ու ըստեղ ընկերս Զավենը ասաց որ օքեյ է արի անենք թեթև տարա հա այսինքն վստահելով կյանքին, վստահելով նաև այն խնդիրները, որ կարան լինեն, հա, կյանքը քարակես բերի այդ խնդիրները, այդ ամեն ինչը ընդունելով, այդ ստորագրեցինք, վերցրեցինք մեքենան դուրս եկանք ու կյանքը ցույց տվեց, որ մենք չենք սխալվել, հա, նորմալ տարանք, մեքենան օգտագործեցինք, բերեցինք, հանձնեցինք։ Դու չես կարող կյանքում ամեն ինչ անես, ասենց մանրամասն ստուգելով, ուշադիր, ես չսխալվեմ, ինչ սխալվեմ, դա մար վստահել իմ կարծիքով նույնիսկ ոչ թե մարդկանց մեջ է գործում, հա, այլ մարդու եւ կյանքի մեջ է գործում։ Եթե դու կարող ես կյանքին վստահես, եթե դու կարող ես կյանքին նայես որպես մի բանի, որը քեզ կարա եւ մարտահրավերներ բերի եւ հնարավորություններ եւ չգիտեմ օգուտներ եւ վնասներ, ապա դու կարաս առհասարակ վստահես նաև այլ մարդկանց։ Այսինքն չլինես մինիմում կասկածամիտ չէ շատ։ Հա, վախերով չապրես, վայ բա սենց, վայ բան հենց, երբեմն նույնիսկ երբ որ դու բոլոր հանգամանքները հաշվի ես առնում, ինչ որ պայմանագիր ես ինչ որ մեկի հետ կնքում, նման դեպքերում ավելի շատ է կորցնելու, սխալվելու, խաբվելու ռիսկը, քան որ դու ուղակի վստահելով գնում ես։ Պլանով չի գնում ամեն ինչ։ Բայց դու դրան պետքա նայես, ելի եմ ուզում ասեմ, իմ կարծիքով մեծ խաղի մի մաս կյանքին կարող է օրինակ մենք այդ օրը այդ մեքենայի հետ կապված ինչ որ խնդիրներ ունենայինք, ինչ որ ավել վճարեինք, բայց եթե դու այդ ավել վճարել ունել ես նայում մեծ խաղի մի մաս։ Միտեղ հետա գալու։ Անպայման ապրես։ Եթե վստահել, ապա մեծ վստահել, մեծ պետքա բռնես, կյանքի մասշտաբով պետքա վստահես, էլի, որ եթե սա հիմա իմ հետ տեղի է ունենում, ուրեմն օքեյ է։ Լավ, վատ, այդ կյանքը հետո ցույց կտա։ Ջոբսը երբ որ հեռացավ Apple-ից, իր համար այդ աշխարհի վերջը կարող լիներ, բայց ինքը կյանքին վստահեց, ասեց օքեյ։ Ուրեմն ես փուլում science պետք։ Տարիներ անց, 10 տարի անց կյանքը ցույց տվեց, որ դա ամենալավ բանն էր, որ եղավ Ջոբսի հետ։ Դա մար վստահելու կոնցեպտը, ես կարծում եմ ինքը բացառիկ կոնցեպտ է, որը սկսում է մեր ու կյանքի հետ վստահելուց, որն էլ ավելի վաղ տարիքում սկսում է թե մեր ծնողները ոնց են, մեզ ասում են քնի, հեսա այդ բաբի եգան գալու է, այսինքն մեզ վախացնում են անընդհատ չեղած վախերով, թե մեր հետ ոնց են մեր ծնողները շփվում, էլի, որտեղ կյանքի առաջի էտապում մեր ու կյանքի մեջ կապը լինում է ծնողի միջնորդությամբ։ Ծնողն է մեզ ասում, սա սենց է, կընկնես, չգիտեմ, կվնասվես, էս կանես, այն կանես, այսինքն այդ վախերը ծնողն է մեր մեջ կամ սերմանում։ Այո, կամ սերմանում է, կամ չի սերմանում, կախված ոնց է գնում, հա, այդ ծնող երեխա կապը։ Ու հետո արդեն կյանքում ավելի մեծ է։ Իմ ստրատեգիան կյանքի հետեւյալն է։ Ինչ լինում է քո կյանքում, ասա այո։ Կինո կար չէ՞, տես Ջիմ Քերի, միշտ ասա հա։ Որ ինքը ամեն ինչին չէր ասում։ Ֆանտաստիկ լավ ֆիլմ է, դեպ Շատ խորհուրդ լավ եմ ֆիլմ նայեք։ է։ Շատ։ Ես քո հետ լրիվ համամիտ եմ Գրիգոր ջան, բառ առ բառ ինչ ասեցիր, լիքը նոր բաներ լսեցի, բայց ընդհանուր կոնցեպտը իմ համար հոգեարազատ է։
Երկրորդ քո նկատառմանը ասում է, արի վերադառնանք, եթե գումար չունես, այսինքն եթե չունես ֆինանսական, այսպես ասած, անվտանգության բարձիկ, ոնց անես, բայց ունես գաղափար։ Ինչ խորհուրդ կտամ ես, որ մարդիկ ասում են, ասկի անքը չկործանեն, հետո ասեն խորհուրդներ են տալի լուրջ, ռիսկի գնահատում անպայման։ Կարծում եմ։ Այսինքն ինտուիցիան բիզնեսում շատ կարևոր շարժիչ ուժ է, բայց եթե ռիսկի գնահատում չունես, պետք է հասկանաս ինչ ես կորցնելու։ Ռիսկի գնահատումը ըստ ինձ շատ կարևոր է։ Այսինքն դու հասկանաս X բիզնես ես սկսում, X բիզնեսի չհաջողելու դեպքում դու ինչ ես կորցնելու։ Եթե դու կորցնելու ես ինչ որ մի բան քո կյանքում ու դու կարաս դա վերականգնես, կամ մինիմում չկոդրի քեզ այնքան, ինչքան, ասենք շեմ կա, չէ, որ կոդրվի մարդ արդեն կարող է հետ չգա։ Այդ կոտրվելու պահը միշտ լինում է, բայց անվերադարձ չկոտրվի մարդը, այսպես ասած, թե ֆինանսական, թե հոգեբանական։ Այսինքն սկսելուց ինքը մտածի, որ պետք է բիզնեսը կայանա, բայց եթե չկայացավ, արդեն սկզբանե իր կյանքը չի ավարտվում, թե ֆինանսական մասով, թե հոգեբանական։ Գումարած դրան ինքը կներես ունի ամենակարևոր ռեսուրսը երիտասարդը, ու երիտասարդի մասին եմ խոսում, բայց սա նաև կարող լինի ավելի տարեսմարդը։ Ժամանակ ամենակարևոր ռեսուրսն է, ինչի ես չի հասկանում, նոր եմ սկսել հասկանալ, կյանքը դիմացն է։ Պետք չի հանձնվել, պետք չի այն ընկնել, այսպես ասած, ծայրեղություն կամ պետք է ստացվի կամ չստացվի, դա խորհուրդ կտամ ռիսկի անպայման չափելի գնահատում։ Ռոբ, թույլ տուր քեզ ես կետու մի հատ լրացում անեմ, բիզնես կորցնել բիզնեսի ստարտի պահին դա մի բան է, կամ չգիտեմ, սաղմնային փուլում մի տարի արել ես, չի ստացվել, փակել ես, ուրիշ բան ես արել, բայց բիզնես կորցնել, երբ որ այդ բիզնեսը արդեն 15-20 տարեկան է, դա լրիվ այլ ծանրություն է։ Ես վերջերս 2 օր առաջ եմ վերադարձել Գերմանիայից, այնտեղ հրավիրված էի ելույթ ունենալու մեր գործընկեր ակումբի գործարարների առաջ, եւ մի գործարար իմ ելույթից հետո ինձ մոտեցավ, ասեց ես 20 տարվա ընթացքում կառուցել եմ բավական մեծ բիզնես եւ ընդամենը մի քանի ամսում այդ ամբողջ բիզնեսը կորցրել եմ։ Հիմա ինքը զբաղվում է իր երկրորդ բիզնեսով եւ իր հարցը ինձ հետեւյալն էր, իսկ ինչ անի գործարարը, երբ որ այդ փուլում է կորցնում, այդ տարիքում է բիզնեսը, այդ մասշտաբի բիզնես է կորցնում եւ առաջի իդեան, որ իմ ուղեղում եկավ, գիտես որն է, եւ որ դու քեզ քո բիզնեսից պետքա առանձնացնես, այսինքն երբ որ բիզնեսը քանդվում է կամ կործանվում է, դու լինես առանձին միավոր, քո բիզնեսը լինի առանձին միավոր ու մենակ այդ դեպքում դու կարաս ինքդ քեզ հարց տաս, իսկ հիմա ինչ մնաց, երբ որ բիզնեսը չկա, ինչ մնաց ինձնից։ Եթե քեզանից ոչինչ չի մնացել, նշանակում է, որ բիզնեսը այնքան սերտաճել էր քո անձի հետ, որ գնալով քեզ ամբողջությամբ հետը տարել է։ Բայց կան իրավիճակներ, երբ որ բիզնեսը գնում է, բայց անձը ով ստեղծել է այդ բիզնեսը, ինքը ամուր իր ոտքերի վրա կանգնած է ու էլ ավելի մեծ էներգիայով ինքը պատրաստ է գնա առաջ։ Այս դեպքում ինքը հաջորդ քայլով էլ ավելի մեծ բիզնես է ստեղծելու։ Հետևաբար իմ կարծիքով քո ասացին ես ուղղակի ավելացնում եմ, որ կախված թե դու բիզնեսը որ փուլում է, ցանկացած փուլում ցանկացած բիզնես կարա չլինի, որովհետև բիզնեսի հատկությունը հենց այնպես է, որ ինքը կարա քաղաքական, չգիտեմ, տնտեսական ցանկացած պատճառով ինչ որ մի օր չլինի։ Եվ այդ ժամանակ եթե գործարարի ու բիզնեսի մեջ կա այդ անառողջ սիմբիոզ կապը, երկուսը միասին են գնում։ Երբ որ կա առողջ այս տարածությունը, օքեյ, բայց ես մնացել եմ, ես իմ պոտենցիալով գոյություն ունեմ, ես ուրեմն շարունակում եմ։ Իդեպ քեզ ասեմ, հետաքրքիր մի բան կա հոգեբանության մեջ, այս նույն ձևով նաև մարդիկ կարող են վերապրեն հարազատի կորուստը, երբ կյանքը շարունակվում է, չնայած որ օրինակ չգիտեմ, ինչ որ շատ մոտիկ մարդ է մահանում, բայց իրանց մեջ այդ կապը չափից դուրս սիմբիոզ չի, չափից շատ այսինքն իրար հետ փոխկապակցված չի, դու կարողանում ես առանձնացնես քեզ եւ քո մահացած հարազատին եւ կարողանում ես քայլել դեպի կյանքը։ Հետևաբար այս ամեն ինչի հետ մեկտեղ ես ուղղակի բարձրաձայն մտածելով ուզում եմ ասեմ, որ ավելի ծանր բաներ են լինում կյանքում, երբ բիզնեսը կորում է ոչ թե երբ որ դեռ սաղմնային է, փուլում է, այլ երբ որ արդեն կայացել է լուրջ ընկերություն է, նույնիսկ մենք Հայաստանում ոնց ենք ասում, չէ, բիզնեսով ենք մարդուն անվանում։ Չէ, այսինչի, օրինակ ինձ ասում են զարթուցիչի Գրիգոր, բայց ես զարթուցիչը երբ որ փակեցի, ես որևէ ձև իմ ու այդ զարթուցիչ կապը չպահեցի։ Okay, դա այն ժամանակ էր։ Ու ես իմ անունը որևէ բիզնեսի հետ, որևէ պրոյեկտի հետ, նույնն էլ հիմա Կլուբ Կապիտալի Գրիգոր ես չեմ ուզում ինձ ասել։ Որտեվ Գրիգորը Բայց ասում են։ Հա, բայց ասում են, բայց ես չեմ ուզում այդ կապը չափից դուրս սիմբիոզ լինի։ Երբեմն մարդկանց հաճելի է, երբ որ իրանց պրոյեկտի անունով են դիմում։ Բայց իմ կարծիքով դա Ձեր դուր չի գալի։ Դա շատ մեծ սխալ է, որտեվ դու մարդ ես, ով կարաս ունենաս 20 հատ տենց պրոյեկտ, դու ավելին ես, քան այն պրոյեկտը, որը դու անում ես, միշտ։
ու եթե դու քեզ օրինակ ասեն Հայկոլայի ռոբ, հա, այդ քեզ փոքրացնում են Հայկոլայի մասշտաբով են սարքում։ Ինչքան էլ Հայկոլան մեծ է, ուժեղ է, ռոբը ավելի մեծ է։ Այս սա շատ կարևոր է, դրա համար մենք խոսացինք բիզնեսի լինել չլինելուց, ես ուզում եմ մենք սա հստակ ոնց որ ընդգծենք, եթե մարդը իր անհատականությունը պահում է, անկախ բիզնեսի ծավալից ու մեծությունից, ինքը Ջոբսի նման կարա 10 հատ այդ կարգի բիզնես ստեղծի։ Շատ լավ նկատառում արեցիր, մեր մոտ բիզնեսին նայում են որպես զավակի, երեխայի։ Երբ որ ասում ես Հետո ծնողի, ավելի մեծ փուլում էլ դու պատկանում ես իրան։ Երբ որ ուզում ես վաճառես, չգիտեմ, եղել է դեպքեր, որ papainց ասել եմ գողա վաճառենք, ուրիշ բան անենք, ասում են, ամեր երեխան ա, ոնց վաճառենք։ Ասում եմ, ձեր երեխան չի, սա ձեր բիզնեսն է, ոնց որ սերտաճում են, նամանավանդ ավելի մեծ սերունդը սերտաճում էր այդ բիզնեսի հետ, լրիվ ճիշտ է այդ նկատառումդ։ Բնականաբար մեծ բիզնեսն է կորցնելիս ավելի մեծ, ավելի ուժգին հարված է ստանում։ Հիշես 2008 թվին քանի հատ ինքնասպանություն եղավ, մեծ ճգնաժամի ժամանակ, հենց այն բիզնեսմեններ պատկերացը մարդը ստեղծել է միլիարդանոց ընկերություն, ճգնաժամի ժամանակ ինքնասպան է լինում։ Սա խոսում է նրա մասին, որ ինքը այդ գեզ որ խոսույթն ասում է, ինչ չի սպանում ավելի ուժեղ է դարձնում, հեսա դեպք չի։ Այս դեպքում հայ դու պիտի առանձնացնես, օքեյ։ Ավոք տենց չեղավ։ Միլիարդանոցը բիզնեսը թողես եւ դու մարդես ով կարա էլի ստեղծի այդ բիզնեսը ցանկացած տարիքում, որտեվ իմ կարծիքով, օրինակ, ինչ շատ դուրագալի Ցինկովի օրինակը, ֆանտաստիկ օրինակ է, ինքը ծախեց Ցինկով բանկը, ասում են նույնիսկ կոպեկներով, մի քանի միլիարդ արժողության բանկեր, մի քանի 100 միլիոնով ծախում է ու գնում է Բրազիլիայում բանկ հիմնադրում եւ շատ արագ դառնում է այդ բանկը էլի միլիարդ պլյուս արժեք ունեցող բանկ, այսինքն եթե մի անգամ քո մոտ մի բան ստացվել է, դու այդ պրախոդը, այսպես ասած, հոգեբանական բանը, հատկությունը ունես էդի նորից անելու։ Ու կարծում եմ մեր գործարանները պետքա ցանկացած կյանքի ցանկացած этаպում նորը սկսելու ու ավելի մեծ բան ստեղծելու համար իրանց հոգում տեղ բացեն, տեղ ունենան միշտ։ Ոչ թե որ всё, սա գնաց, ես էլ հետը գնացի։ Ու մի քիչ չկուն լինեն, այսինքն Թինկոֆը ճկունության օրինակ է։ Մարդը չի մտածել ստեղ իրան խափում գցում են, արագ վաճառելա լիելք է գտելի սիտուացիայից, հասկացել է, որ արտաքին ֆակտորները ավելի ուժեղ են, քան իր, ասպես ասած, կամքը։ Այո։ Ու դրա մեջ իր եղած ռեսուրսով գտելա ընդամենը մի տարում օբյեկտիվ եւ օպտիմալ որոշում, այսպես ասած, հա։ Դա գործարարի, ասում եմ, վերին աստիճանի, այսպես ասած, հա, կարծում լեվելներից է որ։ Ի տարբերություն օրինակ Գալիցկու, ում ես էլի շատ հարգում եմ, Գալիցկին էլի մոտավորապես նույն սցենարը ծախեց սուպերմարկետների սատականատերը, չէ՞։ Հա։ Ու հետո էլ բիզնես չի անում, ինքը իր ֆուտբոլի ակադեմիայով զբաղվում։ Իմ կարծիքով ինքն էլ կարող աներ նույնը, ինչ արեց Ցինկովը։ Ուրեմն դա իրանը չէր երևի։ Չգիտեմ, հիմա նաև կա կարծիք, որ շատ բարդ հոգեբան առողջական խնդիրներ ունի ինքը, բայց էլի տես, ես կարծում եմ, որ եթե դու բիզնեսի ու քո կյանքի այդ բալանսը չես պահում, ամբողջությամբ բիզնեսը քեզ կլանում է, տես դու ասում ես ինչ որ этаպում ինքը իմ երեխեն է, հետո այդ երեխեն մեծանում է, ինքը քեզ կուլ է տալի։ Եվ այդ կուլ տված ժամանակ բիզնեսի մեծ ցնցումները ի հաշիվ սեփականատիրոջ առողջության են տեղի ունենում։ Ու կարա առողջությունը սեփականատիրոջ ամբողջությամբ քայքայվի բիզնեսի դժվարությունների ժամանակ։ Դրա համար բիզնեսը բիզնես է, ես եմ։ Ես ավելին եմ, քան բիզնեսը։ Եվ ես ու բիզնեսը հավասար չեն։ Բիզնեսն է մարդու համար աշխատում։ Հապրես։ Ճիշտ է, դա պետք է լինի։ Բիզնեսն է աշխատում մարդու համար, ոչ թե մարդն է բիզնեսի համար։ Սրանք ճիշտ պրիորիտետներ են, որի երկարաժամկետ արդյունքը հաղթանակն է։ Որի երկարաժամկետ բերքը այնա, որ դու կյանքի մեծ խաղի ժամանակ հաղթում ես կորուստներով, ձեռքբերումներով գալիս ես ինչ-որ կետի, որ դու ավելի շատ ձեռքբերած ես լինում, քան կորցրած։ Ասես շատ, այսպես ասած, փիլիսոփայական ուղղությամբ գնացինք, բայց ինչպես ասում են, զրուցակցից է գալի, որ ինքն է քեզ տալի այդ պրանստրանստվան։ Շատ հաճելի է, հենց այս ուղղությունը ճիշտ ասած։ Թարմություն է, էլի։ Այո։ Իրականում։ Դե եւ ցավոք ուզում ասեմ, շատ մեր հայ գործարաններ ունենք, ում կյանքում եթե իրանց բիզնեսը չլինի, իրանց իդենտիչնես, հա, հայերեն ոնց է։ Իդենտիֆիկացում, հա, նույնականացում։ Հա, ով եմ եսը, աղավաղվում է։ Եթե չկա իմ բիզնեսը, ես ով եմ։ Եթե չկան այն կոչումները, որոնք կային առաջ, ես ով եմ։ Եթե օրինակ մի օր չլինի կներես պետական պաշտոնյան էլ է շատ ավելի, բայց բիզնեսն էլ է։ Պետական պաշտոնյաների դեպքում 9-ից 10-ում դա լինում է։ Ավելի շատ է։ Մարդը գնդապետ է եղել մի հատ ուժային կառույցում, աշխատանքից դուրս եկել կամ թոշակի է գնացել, հիմա ինքը ով է։
հասկանում ես, այսինքն այստեղ շատ կարևոր է որ դու կախված չլինես այդ կոչումներից, հա։ Մի օր կարող է կլուբ կապիտալի նախագահ Գրիգոր Առաքելյան կոչումը չլինի։ Ես ով եմ այդ դեպքում։ Կամ ես թե չկամ։ Ես պրեզիդենտ Գրիգոր Առաքելյանն էի, թե ես Գրիգոր Առաքելյանն եմ, կյանքի ինչ որ этаպում պրեզիդենտ, ինչ որ этаպում զարթուցիչի հիմնադիր, ինչ որ этаպում ես, երբ որ դու կարում ես ֆունդամենտալ պահես քո հիմնական միջուկը առանցքը քո եսի, այդ բոլոր կոչումները գալի գնում են, բայց երբ որ դու քո կոչումի հետ ամբողջանում ես, մի օր այդ կոչումը չի լինում։ Այդ կոչումը իդեպ ինչ որ этаպից բեռա դառնում, դա էլ ասեմ, ինչ որ этаպից ինքը քեզ սկսում է թելադրել իր կրելու պայմանները։ Ճնշում է Դու իրան պետք է կրես, եթե Իսկ երբ որ դու ճնշում ես սկսում գործադրել ավելի Կստացի շատ լավ ֆիլմ է այս առումով, ֆանտաստիկ ֆիլմ է, Մերնիվոյի ֆիլմը։ Չեմ նայել, բայց Անպայման շատ ծանոթային։ Անպայման նայի, հենց այդ ֆիլմի հիմնական մեսեջներից մեկը է դա, որ դու երբ որ ուժ ունես ազատվելու քո բոլոր կոչումներից, երբ որ դու կարաս մի օր պրոստը ասես, իդեպ այդ տղան չեմպիոն էր, հա, բանի թեթև ատլետիկայի ոնց որ, եւ մի օրում ինքը իր սաղ է տիտուլները ջարդում թափում է, նոր դրանից հետո իր իսկական պոտենցիալը բացվում է։ Եվ ես կարծում եմ մեր իսկական պոտենցիալը թաքնված է հենց այդ կոչումների, այդ սոցիալական այդ բաների, հա, պիտակների տակ, երբ որ այդ պիտակների մի օր դու ուժ ես հավաքում, ասում ես ոչ էս այնպես պետք, ոչ սա ինձ սա խանում թափում ես, նոր տակը մնում ես իսկական դու, բայց քո այդ իսկական դուն շատ ավելի վատն ես, քան պիտակները։ Չէ, իմ կարծիքով դա միշտ ավելի լավն է, քան պիտակները, հա։ Միշտ ավելի խորքային է։ Օպտիմիստ ես դու նայում, կարող է տենց չի։ Մարդկա ոնց որ ծնողի բանով մեծացել է, այսպես ասած, հորդորով ու սենց ճնշումով, այդ պիտակները ծնողն չէ, կարա դնի որ դու ուժեղ ես, դու սենց ես, բայց ինքը տենց մեծանա, հետո հասկանա որ ինքը տենց չի, չգիտեմ, ինքը ուղղակի պետքա ասում եմ բազմոցին նստի ու տելևիզոր նայ օրինակ։ Շատ լավ բան ասիր, նայ, այստեղ գալիս ենք իմ սիրելի Յունգին, մենք գոյություն ունենք ոչ թե միայն այն մասով, ինչը որ այդ պիտակներն են ստեղծում, դա ըստ Յունգի պերսոնան է, մեր արտաքին շերտն է մեր եսի։ Արխետիպը, այսինքն։ Հա, ինքը պերսոնան արխետիպերից մեկն է։ Պերսոնան դա այն շերտն է, որով մենք դուրս ենք գալիս դեպի աշխարհ, այդ տիտուլներն են, կոչումներն են, եւ մնացած այն ամենը, ինչով մեզ դիմում են, հա, օրինակ բժիշկներին, հա, բժիշկ ջան, դոկտոր բառը, հարյանով դիմող բառը, օրինակ ես բժիշկ ընկեր ունեմ, ով Հայաստանից գնաց, որտեվ ինքը էլ չէր ուզում բժշկությամբ զբաղվել, բայց այնքան մեծ էր այդ պիտակների ծանրությունը իր համար, որ ինքը ուղղակի այդ սախ թողեց ու Հայաստանից գնաց, որպեսզի կարողանա ազատ ապրի ու զբաղվի նրանով, ինչով կյանքի այս этаպում ուզում է զբաղվել։ Հիմա դա պերսոնան է։ Պերսոնայի մյուս հատվածում, հա, մեր ստվերային մասն է, ստվերում մեր ամենամեծ ռեսուրսներն են, ամենամեծ էներգիաներն են, ամենամեծ պոտենցիալն է։ Ու իմ համոզմամբ, եթե մենք մեր պերսոնայի բերից ազատվում ենք, մենք դոստուպ ենք ունենում մեր եւ ստվերին եւ մնացած 3 արխետիպերին։ Մեկը սամեսն է, մեկը անիմա, սամես, անիմա, անիմուս։ Այս արխետիպերի մեջ այնքան էներգիա կա, այնքան ռեսուրս կա, որոնք փակվում են հենց պերսոնայի վրա դրված այդ պիտակներով։ Նախագահ, պատվավոր, չգիտեմ, դերասան, հայտնի բժիշկ, այդ սաղ կոչումները մեզ ուղղակի ինչ որ մի բանտի մեջ պահում են։ Կյանքի ինչ որ этаպում ինքը կայֆ է։ Կուրացնում են, չէ, երևի կուրացնում են քեզ։ Հա, դու ասենք դրանց վրայից որ հանես այդ զնաչոկը ու եթե այդ պայն կոմոդ կա այն գիտակցումը, լավ, ես ով եմ, երբ որ չկա այս կոչումը, ես կամ թե ես չկամ։ Եթե ես չկամ, նշանակում է խնդիր կա։ Մեծ խնդիր կա։ Այսինքն անձը ամբողջությամբ այսպես ասած տեղավորվել էր իր պերսոնայի արխետիպի մեջ։ Բայց երբ որ այդ արխետիպը մեր հանդիսատեսին եմ հարց տալի, այն կոչումները, որով այսօր ձեզ սոցիումը ճանաչում է, մի պահ պատկերացրեք չկան այդ կոչումները։ Ով եք դուք ես պահին։ Կաք դուք թե չկաք դուք։ Լավ ընչետ։ Այո, եւ եթե դուք չկաք, ուրեմն ամբողջությամբ էներգիան գնացել է պերսոնայի մեջ։ Ոչ, դու կարաս, ելի եմ կրկնում, կարաս ամեն օր կորցնես ամենահայտնի կոչումը։ Արի պիտակներին sense նայենք որպես շողք, իսկ դու ես, այսինքն շողքը չպետք է քեզանից մեծ լինի, իհարկե, շողքով քեզ պետք է չճանաչեն, չէ՞։ Դու էլ ինքդ քեզ չպետք է դու մտածես, որ դու քո շողքն ես։ Կամ շողքից վախենաս, որ ասում են շողքից վախենալ, հետո ինքդ քո շողքից պետք է չվախենաս։ Դրա համար ես ասում եմ, որ մեր բոլոր էներգիաները, մեր հիմնական էներգիաները չեն գտնվում մեր պերսոնայի մեջ, մեր կոչումների մեջ, մեր այդ ստատուսների մեջ, թե մեզ ոնց են դիմում, վախերի, չէ, պատասխանատվությունների։ Այո, դրանք բանտի նման են։
Եթե քեզ ասում են պարոն նախագահ, հա, ոնց որ ինձ են հաճախ ասում, այդ պարոն նախագահն ինչքան էլ քաղցր կարա լինի, երկու այդքան էլ ինքը բանտ է։ Երկու այդքան էլ ինքը պարտադրում է, որ դու պետք է այսպես քեզ պահես, որ քեզ ասեն պարոն նախագահ, բայց արդյոք դա քո իսկական պոտենցիալն է։ Իսկ ներես մտքը մտով է գալի, որ քեզ ասում են պարոն նախագահ, ինչ որ երկրի նախագահ է պատկերացնում։ Չէ, քանի որ ես չեմ հետաքրքրում։ Քաղաքական հարց չի սա, ավելի շատ արի նախքին Հայաստանի մասին չեմ խոսում, աշխարհի։ Հետարքիր է, որ քեզ ասեն պարոն նախագահ։ Հա, լավ է։ Համաշխարհային նախագահներից արի, բայց նայենք, չգիտեմ, 2000-ականներից շուտ որ քաղաքական հարց չլինի սա։ Ում հետ քեզ կասոցացնեիր։ Հենց սա հարցը նա է, որ ոչ մեկի հետ ասեմ ինչի, որտեղ ես չեմ կարծում, որ ես հավասար եմ այդ բառին։ Նախագահ բառն ու Գրիգոր Առաքելյան բառերը իրար հավասար չեն։ Բայց որ հարցը տալիս են, գողասը սպայտակ ինչ որ միտք չլինի ուղղակի տակ։ Երևի ասոցիացիան կարա լինի պարտներների, իմ գոլեգաների, ովքեր մյուս ակումբների նախագահներն են, որովհետև ամեն դեպքում ակումբի նախագահն ու երկրի նախագահն ու տարբեր են։ Իհարկե։ Հա, իդեպ քեզ ասեմ, դա էլ կարա խնդիր լինի, այսինքն երբ որ քեզ որպես ակումբի նախագահ ասում, բայց դու քո մեջ ինչ որտեղ հոգ-խորքում դու քեզ կարծես, որ դու երկրի նախագահ ես։ Երևի լավ է, ավելի շատ լավ է, որ այդ ասոցիացիանի մոտ չկա։ Իհարկե լավ։ Որտեվ դա էլ ավելի մեծ ծուղակ է, կա թե չէ։ Այդ ավելի մեծ բան է։ Հավատա, դա ավելի դու ստավկեք ավելի ես բարձրացնում այդ դոզայի։ Ես ճիշտ ակումբի անդամ եմ, ժողովուրդ ջան։ Նշանակ հարգեցի։ Հա, այդ շատ վտանգավոր բան է, ուտեղ դու որպես նարկոման դոզատ ավելացնում ես, որից հետո չես կարող գտնել։ Շաքշիրակից դառնում ես Քենեդի, դառնում ես Լինքոլնը դառնում։ Սա չկա։ Դրա համար դու պետք է հասկանաս, որ այդ բոլոր կոչումները իրանք ավելի շատ դեկորացիաներ են, որոնք քո իսկական հագուստի նման է։ Կա չէ մեկ հագուստ, որ այնքան է սիրում, որ չես ուզում գցես, ասենք իր դարն անցել է, բայց հələ հագնում ես իրան, չէ։ Այն նույնն է այդ կոչումներն մի օր պետք է կարողանաս հանես ու ինքդ քո առաջ մնաս մերկ ու հասկանաս ես ով եմ։ Ես կամ թե ես այն էի, ինչը այդ կոչումով գնաց։ Այսինքն sense մեր ունկնդիրների համար եւ նայողների համար sense մի կոնսպեկտ են, եթե համաձայն ես, հա։ Այսինքն դու քեզ ամեն դեպքում դիմելու են այդ այսպես ասած կոչումներով, չէ։ Դու դրան պետքա նորմալ նայես, չէ, բայց դա քո մեջ չպետքա այսպես ասած եսասիրություն, չէ, եւ եսասիրություն պիտակի հետ կապված լավ առումով չպետքա, չէ, տրվես դրան։ Եվ դու իրենից չպետք է կախում ունենաս։ Ինքը չպետք է քեզ այն աստիճան քո հոգին շոյի, որ դու ուզենաս դա հա պահես, կարող ինքը մի օր պետքա բաց թողել։ Ուղղակի լավ է, անցան գնացինք։ Հա, օքեյ։ Ու հասկանաս, որ դու եւ ցանկացած մարդ ինքը ավելին է, քան այն կոչումներն են, որոնք իր անվան շուրջ կան։ Նույնիսկ Ամերիկայի նախագահան, որպես անձ, ավելին է, քան Ամերիկայի նախագահ կոչումն է։ Հենց անձը, իսկ անձ ասելով ես հասկանում եմ ոչ թե անձ ուղղակի սիրողական աչքերով, հա, մարդ, հա, ինչ որ տաղաններ ունի, ինչ որ չցանկացած մարդ, յունգյան աչքերով, ինքը արխետիպերի ամբողջություն է, իսկ ամեն մի արխետիպը ինքը մի հատ էներգիայի շտեմարան է։ Ես օրինակ իմ արխետիպերը երբ որ ճանաչել եմ, ես հասկացել եմ, որ ես շատ հեռու եմ լինելու են ինչով ինձ դիմում են։ Եվ դու նույնը բոլորս Իսկ այդ արխետիպերը դեպ այսօր մենք արխետիպերի մասին դաս ունենք ակումբում, կարազգաս մենք այսօր այդ թեման վերլուծել ենք։ Հետևաբար ես ուզում եմ այս մեսիջներ մենք մեր ունկնդիրներին տանք, որ մարդը միշտ ավելին է, սևակ իդեպ մի բանաստեղծություն ունի, որի մեջ ասում է, որ մենք մի ամբողջ աշխարհ անվանում ենք մարդ, մի քիչ նույնիսկ մարդ բառն է քիչ այն իրական պոտենցիալի ու բովանդակության, որը մարդը կրում է, որովհետև մարդը ինքը ավելի աստվածային է, ավելի շատ է, ավելի մեծախորնալայնն է, քան ուղղակի մարդ բառն է, հա, այդ 4-5 տառն է։ Շատ է տարքիր, շատ։ Դե, գանք բիզնեսին, իդեպ քեզ մերսի, դեռ ոչ մի հյուր ինձ այսքան չէր խոսացել։ Ես հեսա քեզ էլ եմ խոսացնելու։ Մերսի քեզ։ Մի հատ էլ հարց եմ պատրաստել, բայց իմ կարծիքը ասեմ, հետո հարցը հնչեցնեմ, հետո այդ հարցին կփորձեմ նաև ես պատասխանել։ Իմ բիզնես, այսպես ասած, կարիերայի ընթացքում ունեցել եմ բաստորեն ստացվում է եւ սկսնակ ստարտափ ընկերություններ, որոնք 0-ից այսպես ասած փորձել եմ ես հիմնեմ եւ այս բանին ունեմ ընկերություն, որը այսպես ասած չի գտնվել իր լավագույն վիճակում եւ եղել է նաեւ մարտահրավեր այդ բիզնեսը առողջացնելու, այսինքն ունեցել ենք շատ վատ ֆինանսական ցուցիչներ, ասեմ քեզ չենք ունեցել ցուցիչներ, անգամ դա չի արվել ինչ որ X ժամանակից սկսած չէ, երբեք չի արվել։ Ես այդ ցուցիչներով եմ սկսել մի բիզնեսի առողջացումը, ասենց խոսքի մեջ ասեմ, ու շատ ընդհանրապես ուսադրող չէր։ Սկզբից դա խոսվում է մի 6-7 տարվա
վաղեմության մասին։ Հենց նաև դա այնց պարտադրել, թողել իմ փոքր մտքերը եւ անցնել հասկանալով որ ստեղ ոնց որ իմ ծնողների իմ ընտանիքի բիզնեսն եմ կորցնելու։ Եվ հարցս հետեւյալն է, ինչ ես կարծում, ինչ մարտահրավերների հետ է բախվում այն մարդը, ով նոր բիզնես է հիմնում, այսինքն ստարտափ է սկսում, եւ այն մարդը, որ արդեն իսկ կայացած ընկերությունում, այսպես ասած, Իսխակ Ադիզեսի հետ ցիկլի դեպքում, երբ որ գտնում են ամենաներքևի կետում, որ արդեն ամենամահն է եկել, բայց ինքը ունի հաճախորդներ, ինքը ունի լոյալ աշխատակիցներ, ինքը ունի process-ներ բիզնես, այսպես ասած, աշխատող, բայց շատ ուժեղ շտկելու տեղեր կա, որը հեսա կպատասխանես, ինքը իստմա բավական մարտահրավերային գործ է, ինչ ես կարծում, որն է ավելի դժվար հեշտ չասեմ, բայց դու օրինակ որը կնախընտրեիր, հա, երևի թե առաջի հարցս դա կլինի, եւ երկրորդը ինչ ես կարծում, որը ինչ մարտահրավերների դաշտա լինելու։ Առաջինը, երբ որ դու բիզնեսը նոր ես սկսում, իմ կարծիքով ամենամեծ մարտահրավերը եւ ռեսուրսը դա քո հույսն է, որ ստացվելու է ու դու երբեմն շատ ես հավատում, շատ ես հույս ու հավատ դնում այդ պրոյեկտի մեջ ու իմ կարծիքով հույսը ինքը միշտ չի որ լավ բան է, որովհետեւ հույս ունենալ, որ հեսա լավ է լինելու, անընդհատ ինչ որ մի իրավիճակից կյանքի կապած լինելն է։ Բան չփոխես մինիմում, օգուտ չի տա։ Ես կարծում եմ, որ այդ ոգևորությունը, այդ հույսը, երբեմն նույնիսկ այդ կուրորեն հավատը ինքը մարտահրավեր է, որտեվ մարդուն իրականությունից կտրում է, մարդուն իրական մարտի դաշտից շեղում է, որտեղ դու պետք է հասկանաս, այո, կարա չստացվի, այնպես չի որ իմ հավատը 100% է, ես նաև գիտեմ, որ կարա ստացվի, չստացվի, եւ ստացվել է եւ չստացվել է ընդունած քայլ ես անում առաջ։ Սա ամենաբարդն է, հենց սկզբի համար, հա, որ դու գիտես, եւ կարա չստացվի, եւ կարա ստացվի, ու դու քեզ իլյուզիաներով չես խաբում, դու Ես հիշում եմ, մենք բանակից նոր էինք եկել, մի հատ դաշնամուր էր ընկերոջս հորեղբայրը այդպես տունը կար, այդ դաշնամուրը Օֆենբախներ էր կոչվում, գերմանական դաշնամուր էր, մեզ կանչեց, ասես տղեկ, նայեք, այս դաշնամուրը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բերել ենք, ստեղ դրած է, ես կարծում եմ, սա հիմա մի 200,000 եվրանոց դաշնամուր է։ Եկեք դուք օգնեք սա վաճառենք, ձեզ էլ բնականաբար ամեն մեկիդ էլ մի 20,000 եվրո փող կտամ։ Բանակից նոր ենք եկել, մեր համար ահռելի փող էր, մի ոգևորվել ենք, մի ընկել ենք, մի ոնց էր գնահատել այդ 200,000։ Իրա մտքով, որ չգիտեմ, 80 տարեկան դաշնամուր է, գերմանական է, պատերազմից, երկրորդ պատերազմի համաշխարհայինից իրա պապուկ հերներ բերե, թե պապներ բերե։ Ասում եմ, միջև այսօր Բնականաբար, բայց այդքան չարժե, չէ՞ դա։ Լսի, սա վատվե 1000 եվրո էլ չարժե։ Օֆենբախներ, անունը հիշում եմ, նկարեցինք այն ժամանակ 2007 թիվներ։ Բայց տուն մտնում էր այդ Օֆենբախները, կար եմ, շատ եմ տեսել, հա։ Հիմա Սև գույներ։ Մուկ, հա, մուկ սև, հա, սև կա մուկ կապույտ, հա։ Իդեպ վերջում որ Գերմանիայի գնացի, աչքիս մի քանի տեղ ընկավ այդ դաշնամուրից ասում էի, ախր մեր առաջի հույսն ու կոտրվել է եղել է հենց այս ժամանակ ու մենք արդեն ավտո էինք առնում, այդ փողը ծախսում էինք, արդեն ոգևորվել էինք, արդեն գիտեինք, որ պետք է հավատանք, որ լինի ու հավատում էինք, խաղում էինք այդ հավատի էմոցիան, էլի, որովհետև ես կարծում եմ դու ինչքան հավատում ես, հավատն ու կասկածը իրանք ասես նույն մեդալի երկու կողմերն են։ Միշտ երկուսն էլ արկա են քո հոգեկանում, եթե դու հավատի վրա ես, էլի շեշտը դնում։ Ինչևէ, մենք կապվեցինք ինչ որ մի հատ դաշնամուրի խանութի հետ, մեյլերով էինք այն ժամանակ շփվում, մեզ ասացին բերեք հասցրեք ստե, մենք 150 եվրո ձեզ փող կտանք։ Հասկանում ես, այնպես մի հատ աբլոմ էր մեր մոտ, այնպես ոնց որ մեր աշխարհը փուլ էր եկել այդ ընկերներից, 3 ընկեր էինք, ու ես կարծում եմ, որ վсё, արդեն սա մեր համար չափազանց լուրջ հիասթափություն էր, էլի, որովհետև հեշտ փող աշխատելու, տենց արագ փող աշխատելու ինքը Տարբերակ էր, հա։ Տարբերակ էր։ Ու հիմա ես հետ եմ նայում այդ պահին, ես կարծում եմ, որ ցանկացած լավ բան, որը ստացվել է իմ կյանքում, եղել է ասես բնականon, օրգանիկ, առանց մեծ ոգևորությունների, մեծ հույսերի, մեծ աժոտաժի հանգիստ սկսել ես, գնացել է ու ընդունել ես, որ եւ կարա լինի, եւ կարա չլինի։ Այս երկուսը, հա, ոչ թե կուրորեն քեզ համոզել ես, որ չպետքա լինի, եւ ոչ էլ հակառակը, ասել ես չէ, չպետքա, չէ։ Երկուսի հավանականությունն էլ այդ մեդալը այսինքն հավասար պահելով ոչ ես կողմ թեքելով ոչ ես կողմ ընդունել ես քայլ ես արել առաջ իմ կարծիքով դա պետքա լինի սկսնակի դեպքում որովհետև սկսնակի դեպքում էմոցիաները շատ են դու կարաս ընկնես կամ ես բևեր կամ են բևեր դու պետքա ընդունես այս միջանկյալ գիծը օքեյ կարա լինի կարա չլինի կարամ ես հաջողեմ կարա փոքր հաջողություն լինի կարամ հաջողեմ 2 տարի հետո այ դեպ սա էլ է հետաքրքիր բան շատ բիզնեսներ թվում է թե հաջողվեցին վсё 2-3 տարի անցավ հանգի շունչ են քաշում այդ ժամանակա բիզնեսը վարի գնում
Այսինքն հետեւաբար դու պետքա ընդունես բոլոր սցենարները ու նոր քայլ անես։ Այո, ոնց որ դու ես ասում, ռիսկը գնահատես ու առողջ նայես, ասես, օքեյ, սա էլ կարա լինի, նա էլ կարա լինի։ Պետք չի այդ տարիքում ասում մեր էմոցիաները գիտես ոնց էին։ Երբ որ այդ նամակը կարդացինք, լացում էինք, այդ որ գրել էին բերեք հասցրեք Գերմանիա, մենք 150 եվրո ձեզ փող կտանք։ 150 եվրո։ Պատկերացնում ես։ Ու ասենք հասնելը կլներ 1000։ Հա, էլի, հա։ Այն этаպում, երբ որ քո ասած Ազիզեսի այդ բիզնեսի կյանքի մայրամուտն է, իդեպ կարծում սա ավելի բարդ է։ Որտեվ շատ գործարարներ չեն փակում բիզնեսի այս կետում։ Շարունակում են քամել, ուստեղ գիտես ինչ է միանում, այստեղ միանում է արդեն մի հատ ռեժիմ, գործարարը իր առողջությամբ է սկսում սնել բիզնեսը։ Այսինքն բիզնեսը այո, շարունակում է ապրել, բայց ապրում է ի հաշիվ գործարարի առողջության, կյանքի, էներգիայի, ժամանակի։ Իմ կարծիքով ճիշտ պահին բիզնեսը փակելը մեծագույն համարձակություն ու մեծագույն հաջողության գնալու քայլ է։ Երբ որ դու այդ կետում հասկանում ես, որ դու պետք է այդ ծառը կտրես, Ես 4 հատ փակել եմ։ դա մեծ համարձակություն է դա։ Հուսով եմ չի փոխվի այդ իմ համարձակությունը։ Այո, երբ որ դու ունես համարձակություն բիզնես ստեղծելու, դա մի բան է։ Երբ որ դու ունես համարձակություն փակելու բիզնեսը, դա ավելի կարևոր որակ է, ու գիտես, հետաքրքիր մի բան կա, իմ կարծիքով, երբ որ դու այդ կետում բիզնեսը փակում ես, մի հատ ունես մեծ էներգիա քո մեջ առաջանում, որ դու կարաս այս նույն բիզնեսից կամ չգիտեմ, մի քիչ այլ բիզնես, ավելի մեծ մասշտաբի, թարմ, ուժատալի, լրիվ նոր էներգիայով կարա ստեղծես։ Հետևաբար այդ կետում արտահարավերը նա է, որ դու չես ուզում փակես, կապված ես, չգիտեմ, ու սկսում ես արդեն համաձայնվում ես, որ դու պետք է իր համար ինքը դոնոր դառնաս այդ բիզնեսի համար, հա, ասենք քո, չգիտեմ, մարմնի մասերով պետք է ինքը սկսի սնվել, sense բան, հա, խտացնելով գույները ասեմ, բայց ինչ որ կետում դու ասում ես, չէ, վсё Ես ուզում եմ նորից սկսեմ, առողջ սկսեմ ու քեզ մի կարևոր բան ասեմ, իմ կարծիքով, այն ժամանակը, որ տևել է այս ընթացքում, դաթարի եւ ստարտի դեպքում ինքը 10 անգամ կարճ է լինելու։ Որտեվ դու սա արդեն անցել ես, այս պրախոդը քո մեջ կա, քեզ չի, օրինակ, գալիցկուս չէր պահանջվելու 20 տարի, որ մի հատ էլ մագնիտ ստեղծեր։ Ցինկովից չպահանջվեց 10-15 տարի, որ երկրորդ ցինկովը ստեղծեր։ Այստեղ միշտ ժամանակը ավելի կարճ է, եթե դու համարձակություն ունես նայելու այն բիզնեսին, որի հետ համարյա ամուսնացել ես, հա, այդ բիզնեսին ասես ոչ։ Всё, ոչ։ Ոչ ասես նաև քո հաճախորդներին, ոչ ասես նաև քո թիմի անդամներին, ոչ ասես նաև քո գործընկերներին, ոչ։ Մինչև այդ ասում եմ միշտ այո պետք է ասես, հիմա ասում ես ոչ։ Ահա, շատ երբ որ դու ոչ ես ասում այդ բիզնեսին, իմ կարծիքով դու կյանքին այո ես ասում։ Ասեմ ինչի։ Ոչը այո դառնում։ Այո, կյանքին այո, կյանքին դու այո ես ասում, որովհետև կյանքն է քեզ ասում փակի այս Կյանքի բիզնեսը։ շարունակությանը ասում ես այո։ Կյանքի շարունակության ասում ես այո։ Կյանքն է քեզ ասում, եղբայր, այս ձին, այն հայտնի ճապոնական ասացվածքի օրինակով, էլ վсё, այս ձին պետքա թողես, գնա առաջ։ Այսինքն դու պետք է կարողանաս ուժ ունենաս այդ բիզնեսը փակես ու ոչ ասելը այդ պահին ինքը մեծագույն, այսպես ասած, վստահություն է կյանքի հանդեպ։ Դու կարող ես տեսականորեն էլ ոչինչ չունենաս։ Էս էլ կա, չէ՞, մարդը մտածում է, բա որ փակեմ, էլ ոչ մի բան չստեղծեմ։ Մի քիչ վատ օրինակ կբերեմ, ասում եմ, բնականաբար այդ ինչ ասում եմ, ես դա ոչ թե ընդունում, այլ հակառակը։ Խրախուսում եմ մարդիկ դրանով չզբաղվեն, բայց խաղամոլը, երբ որ ունի, չգիտեմ, $1000 ու որոշում է գնա, չգիտեմ, միտեղ այդ գումարը սարքի 3000, բնականաբար դա չի սարքելու երկարաժամկետում, ու երբ որ մնում է 100, ասում է այդ 100-ն էլ ասում է դնեմ, արդեն այդ ֆուլում է, ու այդ 100-ն էլ է գործում, ինքը դուրս է գալի հոգեբանորեն կոտրված։ Իսկ երբ որ դուրս է գալի ջեբը $100, շատ վատ օրինակ է բերում, երևի եթերային էլ չի, որտեվ այդ ինչը ասում եմ, դրան ուղղակի Հա, չէ, հասկանում։ Դրականապես դեմ եմ, բայց մարդու հոգեբանության sense հեշտ օրինակ է, այսպես ասած, որ խաղամոլությունը կամ ինչ-որ բան ազարտի չպետք է ընկնես բիզնեսի մեջ, ազարտի մասին եմ ուզում խոսեմ, որ չմտածես, որ հեսա էս վերջի կետն է, հեսա լավ կլինի, այդ հույսն է նաև տեղ, այդ հույսի շնորհիվ մտածում են, հեսա մի բան կփոխվի, բայց իրանք արտաքին ֆակտորների վրա են հույսը դնում իրանց, ոչ թե իրանց վրա չի ասում, ես ինչ կարի, այս հստակ գործողություն անեմ, չգիտեմ, արի 300 աշխատակցից 150-ին կրճատեմ կամ 200-ին կրճատեմ, շատ վատ որոշում է, չէ, հոգեբանորեն այդ մարդկանց համար, բայց բիզնեսը օրինակ փրկվի, իմ ընտանիքը փրկվի, այդ մարդկանց նորից գործի կվերցնեմ կամ չգիտեմ, այդ մարդկանց գործ գտնելը շատ ավելի հեշտ է, հա, քան իմ բիզնեսի, այսպես ասած, կորուստները
այսպես ասած առերեսվել է տենց խնդիր կա։ Կներես, այստեղ մի հատ կարևոր մարտահրավեր կա, երևի նոր ասացիր, նոր հասկացա, դա հասարակության կարծիք կայացած բիզնեսի այդ փուլում, երբ որ դու բիզնեսը փակում ես, ամենամեծ մարտահրավերը քո կողքի շրջապատի կարծիքն է, որ քեզ նայում են, ասում են, «Всё, ինքը վերջ»։ Անհաջողական ինքը։ Էս գիտես, ինչքան մեծ համարձակություն է պահանջվում մարդուց, որ ինքը էս հաղթահարի, որովհետև իրան, երբ որ նայում են այդ աչքերով, երբ որ դու հաջողակ ես, քո կողքը շատ մարդիկ կան, բայց երբ որ դու միջանկյալ մի հատ Սևակի ասած, ես աղավնու նման եմ, հա, վերև բարձրանում, ուրախացնելով գուցե շատերին, որոնք իմ հերթական անկումը տեսնում ու ամեն անգամ հաշվում են դա վերջ, բայց ոչ թե սկիզբ մի նոր վրելքի։ Այդ ներքևի պահին դու լիքը մտերիմներ ես կորցնում։ Անհաջողակի պիտակ է ստանում։ Հա, դու դա պետքա պատրաստ լինես տանես։ Դա է երևի ամենամեծ մարտահրավերը, որովհետև դու ստեղ սովոր ես մեծ շրջապատի, մեծ ընկերների, ովքեր քո կողքն են, որովհետև հաջողակ մարդու կողքը բնականաբար ավելի շատ մարդ է հավաքվում։ Եվ այս էտապն է ամենածանրը, որ լիքը մարդ քո կողքից գնում է, ու լիքը մարդ քեզ նայում է, որ դու ձախողվեցիր, բայց եթե դու կարողանում ես դա անցնել, քեզ մեծ հաջողություն է հետո սպասում։ Դա կյանքի դաս է։ Իմանում ես ով է իրականում քո կողքը։ Հա, ես ես վերջում մի ընկեր ունեմ, ով Ռուսաստանում է ապրում, լրիվ պատահաբար իմացա, որ մեծ խնդիրների մեջ է, տենց օթից պատմության մեջ էր հայտնվել, ամեն ինչ կորցնելու բանի մեջ էր ու տենց պատահական իմացա։ Մի անգամից առաջին իմպուլսը որ եղավ, համարը գտնեմ, որտեվ լրիվ մեկուսացրել էին իրան, հա, կապը շատ դժվար էր իր հետ, կապի միջոց տվեք, ես պիտի իր հետ խոսամ։ Գտա այդ միջոցը, զանգեցի, ասի, բրատ, ասի, սա էտապ է, вообще չմտածես դու անցնելու ես, էլի, այսինքն այն հակառակ է այն բանի, որ մարդիկ գնում են, ընկերները գնում են, ինքն էլ ասեց, լսի, ասեց, երևի այն քիչ ընկերներից մեկն ես դու եղել, ով այդ պահին իմ կողքն է եղել, որտեվ ես հասկանում եմ, որ այդ պահին դու պետք է մարդուն զանգես, ասես, ընկեր, դու անցնելու ես սա։ Քաջալեր ես, հա։ Բացի քաջալերել, իրան այդ պահին ռեսուրս է պետք, դու պետք է ասես, չգիտեմ, դու այդ պահին գտնվում ես ավելի լավ վիճակում, հա, դու երբեք դու չգիտես հաջորդ քայլում քո հետ ինչ կլինի։ Ու փառք Աստծո, 2 ամսվա ընթացքում այդ պրոցեսներ եղան, որոնց նաև ինչ որ չափով ես մասնակցեցի, ընկերս ամբողջությամբ դուրս եկավ այդ վիճակից ու փառք Աստծո, հիմա լրիվ մաքուր էջից մի հատ շատ լավ բան է ստեղծել ու էներգիա է ստվել, էներգիայով կիսվել ես։ Երբեմն մարդուն այդ մի քիչ այդ բոքսեր բառը հայերեն չգիտեմ ոնց է կոչվում, այդ երբ որ դու խրվել ես այդ ցեխի մեջ, քեզ մի հատ տալչոկ է պետք, մի հատ այդ տալչոկ անող մարդիկ իմ կյանքում եղել են տարբեր էտապներում, ես իրանց սաղ կյանքս եմ հիշում, էլի, բայց կան իհարկե մարդիկ, ովքեր հենց այդ պահին դու խրվում ես, միջև կողքը տեսնայում չկան արդեն։ Ուրախանում են։ Հա, եւ էս էլ կա, նաեւ ուրախանում են։ Այ ամենամեծ չելենջը, որ դու ասում ես, դա է, որ դու կարողանաս ապրես նաեւ այն, որ քեզ կողքից նայում են ու ասում են, այս մարդը անհաջողվեց, անհաջողակ է, կորցրեց եւ այլն եւ այլն։ Այ եթե դու դա կարողանաս հաղթահարես ու հաղթահարես նաեւ այն մարդկանց կորուստը, ովքեր քո կողքից գնում են, սոժե դու մարդ ես, չէ՞, բոլորի հետ էմոցիոնալ կապ ունես։ Միգուցե ինչ որ բան ես ակնկալում, սպասում ես, որ քեզ ձեռքը մեկնեն կամ բան, դու հասկանաս, որ չէ, դու խրվել ես ու պետք է հելնես, դա կոնտրաստ ճանապարհն է։ Լավ, որ մի քիչ լավ բաներից խոսենք, Գնացինք։ ասենք, երբ որ բիզնեսը նոր է սկսում, արի ենթադրենք երկուսն էլ հաջողելու ճանապարհ է, եւ կսնակը եւ ասում եմ կայացածը։ Այ արի այդ դիտարկենք, որ ոչ թե պետք է մեկը փակվի, փակես, այլ երկուսն էլ աճելու մեծ պոտենցիալ ունեն, այդ մարտահրավերները։ Ինչ ես կարծում, ես իմ Այդտեղ ինչ մարտահրավերներ կան, հա։ Հա։ Երբ որ բիզնեսը ստացվում է։ Մի քանի կետով կարանք sense ասում եմ, Դավայ, եթե դու իդեա ունես, ասա, միջև ես իդեա ունեմ։ մտածեմ։ Միանշանակ, երբ որ սկսնակա բիզնեսը իմ կարծիքով ինքը խմորի նման է, դու կարող ես իրեն կամ պլաստիլինի պես դեռ չորացած, չի կարող ես քո ուզած ձևը տաս։ Այսինքն բիզնես process-ները, կոնցեպտը շատ ճկուն է, կարաս այդ ժամանակին, այսինքն այս դարին համահունչ բիզնես սարքես։ Ասում հակառակ կողմում կայացած բիզնեսը դու այդ նույնը չես կարող, այսինքն արդեն կարծրացած, պինդ, քեզ ինձ եմ նաև լսել կոլեկտիվ անգիտակցականի sense շատ ուժեղ բերով ընկերություն է, հա, չգիտեմ, մերը 30 տարվա է, 20-30 տարին այս տարի կլինի, 25 տարվա է, որ սկսեցի լուրջ զբաղվելը, ու օրինակ շատ դժվար էր կարծրացած այդ ընկերությունը, որ ունի շատ մեծ իներցիա, այսպես ասած, բայց դու իրան միջով մի բան ուզում ես քանդես, նորից սարքես, փշրվում է այդ ամեն ինչը, հատիկ առ հատիկ սկսում ես սարքել, այսինքն ճկունություն չկա։ Այո։ Այդ երկու լավ ու վատ կողմերն է։ Բայց հակառակ կողմով մեծ բիզնեսը ունի այդ ասածի մեծ թափը, այսինքն ունի բավական մեծ ներուժ, ու եթե կոմոդ ստացվեց իրան ոտքի կանգնացնելը, այդ OGG-ն շատ ավելի բարձր կարելի, քան սկսնակինը։ Այսինքն դու ունես cash flow, այդ cash flow-ն կարա սարքես շատ արագ դրական։ Եթե այնտեղ պետք է տարիներով աճացնես,
Ստեղ դու կարաս մեծ բան փոխես, մի քանի բան, որը այդքան էլ հեշտ չի, ստանաս շատ մեծ cash flow, ընդամենը մի տարում։ Այո։ Որը ստարտափը կարող է օրինակ չստացվի։ Դա կարծում եմ երկրորդ առավելություն եւ բան, ոչ առավելություն։ Ըստ իս եղած բիզնեսը եթե վատ վիճակում է, փոխելը ավելի դժվար է իրականում։ Այսինքն ինքը շատ մեծ մարտահրավերներ է ու շատ ուժեղ էներգիա է տանում։ Սկսնակ բիզնեսը քեզ էներգիա է տալի, որտեվ այդ հավատը, ինտուիցիան, հավատը քեզ լցնում է։ Իսկ այնտեղ խնդիրներ է ստանում, անընդհատ ու փոքր խնդիրներ չէ, էլի, փոքր ասելով շատ մասշտաբային խնդիրներ է, որը քեզ կարա շատ հեշտ հանի այդ բանից, այսպես հավասարակշռությունից քեզ կարա հանի։ Եթե ես լինեի, կգերադասեի երևի թե նորից բիզնես սկսել, քան եղածը, այսպես ասած, կարգավորել, որտեվ եղածը պատկերացրա մեքենա է, հա, կգերադասես, չգիտեմ, նոր թափթազա, այսպես ասած, սալոնից անած մեքենա, թե հին ու բայց լինի ինքը միջին դասի, հա, չգիտեմ, թե լինի շատ լավ, չգիտեմ, Mercedes լինի, բայց որի հիմքը ժանգոտ է։ Իսկ դու պետք է ժանգի այդ բանի, եթե ժանգը չվերացնես, ինքը միտեղ դուրս է գալու։ Համաձայն եմ։ Ես կնախընտրեի օրինակ նոր մեքենա, հա, նույնը բիզնեսի մասով, բայց իմ դեպքում ինձ էմոցիոնալ կապը պահեց, այսպես ասած, այդ ընտանեկան արժեքը, որ ասում եմ, շարունակելու մեր ընտանիքի Իդեպ բիզնեսը։ ինչի հենց դու, որովհետև դուք ձեր եղբայրները, չէ, 3 եղբայր են եւ դուք ունեք Այդ հարցը ես ինձ միշտ տվել եմ, ինչի հենց դու հարցը տվել ու դա պարգև էր թե երևի թե պարգև էր, երբևէ դրա մինուս նշանով թե պլյուս նշանով։ պլյուս նշանով, կարծում հիմա պլյուս նշանով է, պայտակ մտածել եմ մինուս է, բայց հիմա պլյուս է։ Ուղղակի տենց ստացվեց, ոնց որ չի եղել մրցակցություն, չի եղել ինչ որ պայքար, փառկաստում մեր մոտ ամեն ինչն եղել է միշտ գործընկերային եւ ընտանեկան, այսինքն միշտ փորձել եմ իմ եղբայրներին, իմ հորեղբոր տղաներին, աղջկան միշտ էլ ներգրաված լինեմ, թիմային աշխատենք։ Օկի կյանքը բերեց, որ ամեն մեկ իր ճանապարհով գնաց։ Ես էլ իմ ճանապարհներ, որ ես չի հասկանում իրականում ու շատ sense օրգանիկ ստացավ այս ամեն ինչը, ոչ իհարկե բնականաբար բիզնեսում միշտ կան այդ այսպես ասած ընտանիքին բնորոշ թեթև կոնֆլիկտները, անհամաձայնությունները, խնդրին այլ տեսանկյունից նայելը միշտ կա։ Բայց մեր դեպքում այդ ամեն ինչը ոնց որ չէր բերել այն կոնֆլիկտի, որ ասենք Աստված հեռու տանի, որ շատ տեղեր տեսնում եմ, ամեն ինչը կարացել են ապայից նաև շնորհիվ, այդ ամեն ինչը ճիշտ ձևով չեզոքացնել ու իմ լինելը ստեղ շատ օրգանիկ ու շատ բնական է ստացվել։ Ես դա չեմ էլ ուզել ճիշտ ասած։ Ռոբ, իդեպ ստացվել է։ քո գալուց հետո ընկերությունը շատ բաներ է փոխել, շատ նորություններ կա, նոր պրոդուկտներ կա, երիտասարդացել է շատ, որովհետև ես գիտեմ ձեր ընկերությունը 2000 երևի թե 10 թվից ավելի շուտվանից քան դու սկսել ես զբաղվել եւ հիմա վստահորեն կարամ ասեմ, որ ընկերությունը շատ է փոխվել։ Դու քո լուման, քո նորարարությունը տվել ես այդ ընկերությանը։ Բայց իմ կարծիքով, տես կարող է չհամաձայնվես իմ հետ, կգա մի օր, որ կգա այն պահը, որ դու պետքա հեռանաս այդ բիզնեսից։ Իմ կարծիքով քեզ դեռ մեծ նավարկություններ են սպասվում, շատ մեծ պրոյեկտներ են սպասվում, բայց ոչ այս պրոյեկտի մեջ, ոչ այս բիզնեսի մեջ։ Ես ուզում եմ հեռանամ։ Հա, քեզ ասեմ շատ շուտ է, բայց ես ինքս կներես, որ ընդհատեցի իմ բոլոր են կարևոր աշխատակիցներս ու ժողովուրդ ջան, ես մի օր հեռանալու եմ, այդ մի օրը սարերի հետևում չի։ Լինելու է կորպորատիվ կառավարում, ես զբաղվել եմ այդ կորպորատիվ կառավարման ստրատեգիկ հարցերով, հիմա էլ օպերացիոն կայից ես մաքսիմալ հեռու եմ բռնված ու մաքսիմալ հեռու եմ բռնվում, ես զբաղվում եմ ստրատեգիկ հարցերով։ Ուզում եմ դրանով էլ ավելի քիչ զբաղվեմ ավելի գլոբալ ստրատեգիկ հարցերով։ Ու ես գիտեմ, դու շատ ճիշտ բան ես ասում, ես քո հետ համաձայն եմ, ես հեռանալու եմ, ես դա գիտեմ։ Ու չեմ հեռանալու 50-60 տարեկանում, երբ որ ինձ հեռացնեն, ես ինքս իմ բանով կամքով կհեռանամ, ասում եմ ինչպես MMA-ի մեծ չեմպիոն կա, չէ՞, շատ հայտնի Խաբիբը, ինքը հեռացավ հորմայից հետո ինքը հեռացավ։ Իրան այլ դրդապատճառ էր, բայց ինքը հեռացավ որպես չեմպիոն։ Անպարտելի չեմպիոն հեռացավ։ Ես չեմպիոնից չեմ համարում բնականաբար, բայց ուզում եմ այդ ժամանակ հեռանամ, երբ որ տեղը կա ու երբ որ ասում եմ ինձ չեմ դառնալու ինչ որ մեկի չար այսպես ասած, հա չար պերսոնաժ չեմ ուզում դառնամ ընկերության համար, աշխատակիցների համար, ինքս իմ համար եւ ես միանշանակ Գրիգոր ջան հեռանալու եմ, չգիտեմ ինչով կզբաղվեմ, բայց հեռանալու եմ։ Դե նայ, եթե բիզնեսմենի պոտենցիալը կա, տաղանդը կա, իսկ քո դեպքում կա դա, իհարկե, այսօրվա մեր թեկուզ մենակ Հայաստանի շուկայի հնարավորությունները շատ մեծ է։
10-15 տարի առաջ այսքան նիշաներ չկային, այսքան բիզնես գաղափարներ չկային, այսքան հեշտ չէր։ Հիմա բիզնես մտնելու մինիմալ ներդրման շեմը շատ է իջել, շատ է իջել, նույնիսկ նիշաներ կան, կարած 0 դրամով մտնես բիզնես։ Հիմա եթե մեր ունկնդիրները կարծեն, որ նիշան է, բոլոր այն նիշաները, որտեղ կա պրոդուկտ եւ վաճառքը թույլ է։ Դուք վաճառքի հմտություններ սովորելով կարաք մտնեք այդ նիշա, այսինքն կա պրոդուկտը, դուք ուղղակի այդ պրոդուկտը վաճառեք։ Կարող եք լավ վաճառեք։ Հավատացեք 10 պրոդուկտ ունեցողից 6-ը վաճառքի խնդիր ունի։ Գնացեք, ասեք ձեր վաճառքին զուգահեռ, ես ձեր ապրանքը կվաճառեմ։ Ով կասի ոչ։ Բոլորներ կուզենան։ Այսինքն մենակ վաճառել կարողանալով կարելի է բիզնես ստեղծել։ Մենակ կառավարել կարողանալով կարելի է բիզնես ստեղծել։ Օրինակ մարդ կա, իր մոտ այդ կառավարելու, կազմակերպելու ջիղը շատ լավ է։ Դա հերիք է, որ դու կարողանաս սկսես թեկուզ ինչ որ մի ընկերություն մտնես, վերցնես մի հատ կտոր, ասես օրինակ, այս կտորը ես եմ կառավարում։ Հենց դու այդ կտորը լավ կառավարեցիր, հավատացած եղի, այսօր այնքան մեծ պակաս կա լավ կառավարիչների, որ քեզ ավելի մեծն են տալու, ավելի մեծը։ Այսօր կան լիքը ակտիվներ, որոնք էֆեկտիվ չեն կառավարվում։ Լիքը բիզնեսներ, լիքը գործարաններ, լիքը պրոդուկտներ, որոնք լավ չեն վաճառվում եւ լավ չեն կառավարվում։ Այսինքն միայն մեր ներքին տաղանդների ջիղերի վրա կարելի է բիզնես անել։ Բիզնես կարելի է սկսել մասնագիտությունից, բիզնես կարելի է սկսել, օրինակ դու փաստաբան ես, իրավաբանական ընկերություն ես հիմնադրում։ Այսինքն այսօր բիզնեսի այդ մուտքի կտորը այնքան է հեշտացել, որ չգիտեմ։ Ոնց շատ լավ հարց առաջացավ մեր ունկնդիրներին։ Արիս ես մոտ հարց ձևակերպենք, եթե դեմ չես։ Դավայ։ Կա երկու բիզնես, հա, որտեղ մեր ունկնդիրը եւ մեր դիտողները ուզում են անել իրենց ներդրումը։ Մի բիզնեսը պահանջում է օրինակ $1 միլիոն ներդրում, մյուսը պահանջում է $100,000 ներդրում։ Եվ երկուսն էլ ունեն նույն շահութաբերությունը, որ բիզնեսը կնախընտրեն իրենք, հետարքիր է։ Մեծ ներդրումով, հա, որտեղ կարող է անշարժ գույք էլ գնես, այսինքն կապիտալ։ Եթե ունեն այդ փող, երկու դեպքում էլ երկու փողներ ունեն իրենք։ Կարան այլ հավասար պայմաններում երկուսն էլ կարան անեն, հա, բայց այսպես ասած շատ ինքը դժվար հարց է, իրականում շատ փիլիսոփայության կարա տանի, բայց կուզենամ մեր ունկնդիրները եւ Okay, հարցը ուղում ենք ձեզ, որը կընտրեք։ Երկու գումարն էլ դուք ունեք, պատկերացրեք, եւ նա ունեք, երկուսն էլ նույն շահութաբերությունն է, նիշաներն էլ կախված արդեն ձեր նախասիրությունից, որտեղ կմտնեք, որ ներդրումը կանեք։ Ես գիտեմ որն են ընտրելու, բայց դրա հետ կապված ես իմ նկատառումները անպայման կգրեմ։ Անդիր, մենք իդեպ ձեր հարցերը կարաք ուղեք մեզ մեկնաբանություններում եւ ինձ եւ Ռոբին, եւ մենք անպայման դրանց կպատասխանենք, քանի որ մենք այսօր ես միշտ նշում եմ 3-ով ենք, ես, իմ հյուրը եւ մեր հանդիսատեսը, եւ այս հաթոռը նախատեսված է մեր հյուրերի համար, մեր հանդիսատեսի համար։ Տեղափոխվեք մտովի այս հաթոռ եւ ձեր հարցերը տվեք։ Մենք այսօր լրիվ սցենարից շեղվել ենք, մենք այսօր գնում ենք այն ուղղությամբ, որով կյանքն է ստանում։ Կալյասը Ռոբը վերցրել է առնվազն 50% սղեկի եւ շատ սիրուն, շատ գրագետ, սենց ուղղորդում է, շատ ընտիր է, այսօր կյանքին ասեմ այո, ինչպես միշտ։ Շնորհակալ եմ։ Ընտիր։ Դե գալով բիզնեսին, հա, քո հարցը թե ինչ մարտահրավերներ լինում, երբ որ բիզնեսը ստացվում է, իմ կարծիքով բիզնեսի ստացվելուց ամենամեծ մարտահրավերը դա եթե բիզնեսը պարտներներով է, քո պարտներների աշխատանքն է։ Չստացվելու դեպքում մի ձևով է լինում քո պարտներների հարաբերությունները, հա։ Երբեմն խզվում է, երբեմն ինչ որ պարկ է մնում մեկը մեկին, երբեմն ինչ որ մեղադրանքներ են մնում, բայց այդտեղ որոշակի է, պլյուս մինուս որոշակի է ինչա լինում, էլի, երևի մի 5 սցենար կա։ 5-ն էլ հնարավոր է խելացի կառավարել, բայց երբ որ հաջողվում է բիզնեսը, դու չգիտես քո պարտների մեջ ինչ կտեղի կունենա։ Հաջողված բիզնեսից պարտներների հարաբերությունները երբեմն զարգանում են անկանխատեսելի ուղղություններով։ Երբեմն մինչև թշնամանք, երբեմն մինչև, չգիտեմ, ամենաբարդ կա չէ՞ սենց օրինակ, երբ որ մարդիկ հանդիպում են իրար, եթե իրար մեջ չի ստացվում հարաբերությունները, ուղղակի բաժանվում են։ Դա կանխատեսելի սցենար է, բայց երբ որ իրանք ամուսնանում են, երեխեք են ունենում, այդ ժամանակ չի ստացվում։ Այսինքն ստացվում է հաջող ամուսնությունը, բայց հետո կյանքում ինչ որ խնդիրներ են լինում, ինչ ասես կարա տեղ լինի։ Դրա համար իմ կարծիքով ամենամեծ մարտահրավերներից մեկը դա է, որ քո պարտներների մեջ կարա լրիվ անկանխատեսելի սցենարներ զարգանան։ Դա լրիվ ուրիշ հարց է, պարտներ ունենաս թե չունենաս, չէ՞։ Այո, դա էլ իհարկե, դա էլ է։ Որ խոսանք մի քիչ ժամ դրանից խոսանք մինիմում, բայց լավ պարտներների իմ համար օրինակը մեր ընկերներ են, Նարեկն ու Ճիշիկովի Աուսի, շատ լավ թութու ուզում եմ այդ պարտներությունը ոնց կա։ Եթե այսքան մնացել է վստահ եմ կմնա այդքան 10 տարի քիչ չէ էլի։ Լավ օրինակ են, ես նայում եմ ու ես այդ հարցը իրանց տվել եմ պատկասթի ժամանակ
օրինակ ու շատ առողջ, շատ հասուն դիրքորոշում ունեն, որը կարծում եմ գրավականներից է իրանց Իսկ մենակ տարբեր են շատ առումներով, արժեքներով նույնն են, բայց մտածողությամբ բիզնեսին տարբեր են, իրենք երբ փող լրացնում են, ես դա եմ տեսնում։ Այո։ Բայց իրանք մի ալիքի վրա են, այդ ամենակարևորը, էլի։ Այո։ Այստեղ ես կարծում եմ պարտներության գաղափարը կարևոր է նաև նրանով, որ դու հասկանաս, որ բոլոր որակները, որ պետք են քո բիզնեսին, դու չես կարող ինքդ ունենաս։ Որակներ կան, որ օրինակ նույն Adidas-ի օրինակով, չէ՞, հա, 4 առնվազն որակա գործարարություն, ադմինիստրացիա, Չես կարող 4-ը մեծատառ ունենաս, ապրես։ բացառվում է։ Առնվազն 2-ը փոքրատառ է, չկա, ասում եմ, իդեալական բիզնեսմեն չկա։ Հետևաբար պարտներով սկսելը դա ուզես թե չուզես պետքա լինի։ Այստեղ ուրիշ հարց է, ինչքանով ես դու կարող քո պարտների հետ հարգանքով, երկարատև ու կարևոր հարաբերություն կառուցես, ինչքանով ես կարող իրան թողես ինքը իրացվի, ինչքանով ես կարող չխանգարես իրան։ Իսկ չես մտածում, որ աշխատակիցը կարա այդ քո բաներ փակերը փակի։ Ես կարծում եմ պարտները պարտադիր պայման չի բիզնեսի համար։ Okay։ Աշխատակիցը լավ, այսպես ասած, կադր չասեմ, հա, կադրի մաման ընդունելի խոսք չի, որը կարա պարտներ դառնա հետո ինչ որ փուլում քո ընկերության մեջ։ Ես վստահ եմ աշխատակիցը կարա քո փագի այդ քո բաստողումները։ Իմ կարծիքով բիզնես process-ների տեսանկյունից միգուցե, հա, օրինակ եթե դու ռեստորան ես բացել, դու չես հասկանում խոհանոցից կամ պատրաստելուց, լավ խոհարարը կարա քեզ լրացնի, հա, լավ շեֆ խոհարար ես գտնում, ինքը հարցը լուծում է։ Բիզնես process-ների տեսանկյունից օքեյ է դա, բայց էներգիաների տեսանկյունից օքեյ չի, որովհետև պարտները ով այդ կտորը փակում է բիզնեսում, օրինակ խոհանոցի կտորը, մի էներգիայով է այդ բիզնեսում, աշխատակիցը այլ էներգիայով է այդ բիզնեսում, եւ ես կարծում եմ, որ այստեղ էներգիան շատ կարեւոր է։ Ֆունկցիան մեծ հաշվով ինչ որ մեկը կկատարի, բայց այն որ դուք այդ երկուսով օրինակ Ծուշին Արեկի դեպքում ես իրանց երկուսի արխետիպերն էլ վերլուծել եմ առանձին, որ մեկի արխետիպի էներգիան էլ հանում ես, չի լինում։ Չի ստացվում բիզնեսը։ Այսինքն, հա, այստեղ շատ կարևոր է դու ունես մի քանի արխետիպ, քո գործընկերն էլ ունի մյուս արխետիպերը, ու եթե դուք երկուսով եք սկսում բիզնեսը կամ երկուսով եք անում, այդ արխետիպերը հոսում են, բայց աշխատակիցը, երբ որ գալիս է բիզնես, ինքը լրիվ ուրիշ էներգիա, ուրիշ կարգավիճակով է մտնում բիզնես, իմ կարծիքով։ Ֆունկցիոնալ բիզնես process-ային շերտում օքեյ, ինքը կարա պատրաստի, կարա խոհանոցը կարա վարի, բայց էներգետիկ շերտում ինքը չի կարող այդ էներգետիկ բացը լրացնի։ Ես արխետիպ որ ասում ես նաև նումերոլոգիան, չէ՞, երևի նկատի ունես, չէ՞։ Գիտես, նումերոլոգիան, գիտեմ, որ դու դրան հավատում ես։ Հա, նայ, նումերոլոգիան ինքը շատ փոքր, դուրն է դեպի արխետիպերի աշխարհ, ասենց ասեմ։ Ինքը փոքր մասն է, ինքը ուղղակի մեզ հուշում է, որ թվի հետևում Որտեղից սկսես։ Հա, որ դուրը բացես, որ նայես դեպի արխետիպեր։ Իրականում այսօր շատ մեծ բան կա Instagram-ում ու սոցիալական ցանցերում, այսպես ասած, աժոտաժ կա այդ նումերոլոգիայի հետ կապված, որը կարծում Այդտեղ շարլատանություն։ Հա, եթե դու հենց մենակ դա ես խոսում պրիմիտիվ ինչ որ մի հատ վերլուծություններով, դա խնդիր է, բայց եթե դու գնում ես ու արխետիպի խորությամբ ես իրան ուսումնասիրում, այդ ժամանակ մեկ էլ նայում ես, ասում ես, հա, օքեյ, կարելի է թվերով իրանց համարակալել, կարելի է մարդու ծննդյան օրերով իրան ճանաչել, իդենտիֆիկացնել, սենց, այսինքն արխետիպը այսբերգի տակն է, թիվը այսբերգի վերևի հատվածի ամենավերևի հատվածն է։ Սենց Դրա համար այսպես, կստացի պարտներության մասով մի ուրիշ կարևոր բան ասեմ, անել բիզնես պարտներով թե չէ, դա մեծ հաշվով բոլոր իրանց համար արդեն ընտրել են, բոլոր բիզնեսմենները, բայց մի բան թերագնահատված է մեր բիզնես աշխարհում, դա կնոջ հետ բիզնես անելն է, կին պարտների հետ բիզնես անելն է։ Ես կարծում եմ դա այնքան մեծ դաշտ է հաջողության հասնելու, իդեպ Գերմանիայում ելույթի ժամանակ մի գործար ասաց ձեր կարծիքով հաջողության, բիզնեսմենի հաջողության աղբյուրները իստոչնիկի ու սպեխը, հա, որոնք են, եւ ես 3 թվարկեցի, 3 իստոչնիկ, մեկը կին տղամարդ ճիշտ տանդեմն է, որով բիզնեսը ստեղծվում է։ Եվ այստեղ տրամաբանական հարց է գալիս, իսկ ինչի է դա այդքան կարևոր։ Ինչի է այդքան կարևոր կանացի եւ տղամարդկան էներգիաների միքսում բիզնեսը։ Ես այս հարցին այսպես պատասխանեմ, որը եւ արեցի ելույթի ժամանակ, այս աշխարհում ամենահանճարեղ բանը, որը ստեղծվում է այդ երկու էներգիաների միքսում։ Երեխան։ Դա մարդն է, այո։ Մարդը աշխարհի ամենաբարդ, ամենաբազմաշերտ, ամենաուսումնասիրված եւ միևնույն ժամանակ ամենաչբացահայտված օրգանիզմն է, հա։ Հրաշք է, երեխայի ծնունդը հրաշք է ուղղակի։ Ապրես։ Եթե մարդիկ, կինն ու տղամարդը իրանց էներգիաների սիմբիոզում, հա, այդ միքսում ստեղծում են այդ կարգի աստվածային product, Ուղղակի բիզնեսը մի քիչ իմ համար այդքան չեմ համաձայնի թույլ տուր քո հետ։
ինքը նպատակը գումար աշխատելն է։ Իսկ երեխայի ծնունդը դա անհամատելի մի հատ բան է իմ համար, որ չգիտեմ։ Դու քեզ տալիս ես երեխայիդ, իսկ քեզ բիզնեսին չես տա։ Իմ համար բիզնեսի նպատակը հենց շահույթն է, հա, շահութաբերությունն է, բնականաբար դրա տակ կան շատ ավելի բարձր մտքեր, գաղափարներ, հա, եւ մարդիկ են չէ գո բիզնեսով ապրում, իրաց տունն են պահում, չէ, եւ դու պետությունն ես քո զարգացնում, շատ այնտեղ բաներ կան, բայց դու բիզնեսը չես սկսում, պետությունը շատ քչերը կարող սկսեն բիզնես պետությունը զարգացնելու գաղափարով։ Դու սկսելու ես քո կյանքը լավացնելու գաղափարով, այսինքն մի փոքր ուրիշ է ուտեղ չգիտեմ կնոջ դերը արդյոք այդ բանը ստեղծելու ժամանակ ու հակառակը կնոջ համարել տղամարդու դերը։ Եթե չկա այդ ասում ոնց որ ինչ ասեմ, գողակինը գա խանգարի կամ տղամարդը գա կնոջ բիզնեսում խանգարի, դա էլ կարա լինի ու բիզնեսը փակվի։ Ընտիր, թույլ տուր ստեղ ես այս շերտից ասեմ, հա, ես ոնց եմ իրան տեսնում։ Երեխա ունենալն եւ բիզնես ստեղծելը, ինչ որ համատեղ արժեք ստեղծելը մեկ ընդհանուր բան է։ Դա կյանքի էներգիայի հոսքին շարունակություն տալն է։ Այսինքն կյանքի էներգիան երբ որ հոսում է, մենակ մարդը չի, որ ծնվում է այդ էներգիայի շարունակության ժամանակ։ Բիզնեսն էլ է կյանքի էներգիայի ռեալիզացիա ինչ-որ մի ձև, որովհետև բիզնեսը ինքը հասարակության, առհասարակ քաղաքակրթության բանի, հա, բարօրության հիմքն է։ Այսինքն այդ երեխան որ ծնվում է, երեխային հետո ամեն ինչ կա շրջապատում է, դա ստեղծվել է բիզնեսում։ Այդ երեխային եւ լույս աշխարհ բերող մարդկանց շրջապատի պատկերացա մի դեպքում երեխան ծնվել է օրինակ 17-րդ դարում, երբ որ չկա այդ հարմարությունները կամ մեր ժամանակներում ինչ որ մի հատ Հնդկաստանում մի հատ, չգիտեմ, հերու գյուղում, որտեղ ոչ մի բան չկա, հա, ծննդկանին պատշաճ օրինակ, չգիտեմ, բուժօգնություն ցույց տալու եւ մի բան է, որ երեխան ծնվում է օրինակ մեր Հայաստանի այն առաջատար ծննդատներից մեկում, որտեղ պրոֆեսիոնալ թիմը աշխատում է, թիմը վարձատրվում է, պրոֆեսիոնալ սարքեր կան եւ այլն։ Այսինքն բիզնեսը ինքը ծառայում է կյանքին եւ կյանքի էներգիայի մի դրսեւորման ձևերից է։ Իսկ կյանքի էներգիային հաջորդ этап փոխանցելը անում են ամենալավը կինն ու տղամարդ իրանց սիմբիոզի արդյունքում։ Իսկ երբ որ կինն ու տղամարդը իրար հետ միանում են, իդեպ քեզ մի հետաքրքիր իդեա տամ, չգիտեմ կինդ ինչով է զբաղվում, բայց փորձեք մի հատ միասին բիզնես ստեղծեք։ Ինչ որ մի բան փորձեք արեք, հետ նայեք, հետո կամ ինձ կզանգես մի քանի տարի հետո կասես, «Էս ինչ լավ բան արեցին», կամ կզանգես կասես, «Դե չեղավ»։ Կամ համար բլոկ կցեմ։ Լավ խոսք է, չէ՞, ասում եմ, երեք տեսակի մարդիկ են լինում, առաջի տեսակի մարդիկ, ովքեր սովորում են իրանց սխալների վրա, երկրորդ տեսակի մարդիկ, ովքեր սովորում են ուրիշի սխալների վրա։ Չեն սովորում, չէ՞։ Երրորդ տեսակի մարդիկ սովորում են այն մարդկանց սխալների վրա, ում իրանք են խորհուրդ տվել։ Կամ էլ չեն սովորում։ Հա, կամ էլ չեն սովորում, այո, 4 տեսակ։ 4 մարդիկ ինձ թվում է բոլորից շատ են։ Այո, այո։ Դրա համար այս կոնտեքստում ես մտածում որ կյանքի էներգիայի շարունակությունը մի դեպքում այո մարդածոն, կստացի, ես էլ քեզ ասեմ, որ նույն երեխայի ծնունդը ասենց ռեզոնանսով մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա է ազդում։ Բիզնեսն է լավանում, եկամուտն է շատանում, այսինքն այս բոլորը էլի Շատ լավ բան է։ մի բանի մասին է խոսում, որ երբ որ դու կյանքի էներգիան որդեծնությամբ իրան ընթացք ես տալի, ելք ես տալի, շարունակություն ես տալի, ինքը քո կյանքի մնացած ամեն ինչի վրա նույնպես ազդում է։ Հա։ Հետևաբար այս առումով պատճառը հետաքրքիր է, չէ՞, դժվար է, չէ՞, կամ մոտիվացիան է քո շատանում, բայց ամեն ինչ որ կյանքի էներգիա հոսքն է մեծանում, գալի էներգիա է գալի, հետաքրքիր է շատ։ Կյանքի էներգիա ուժն է շատանում, այդ գետը, որը հոսում է, այդ գետի հունը մեծանում է։ Ու քեզ ինձ թվում է ծանոթ է նաև են, որ մարդը ինչքան շատ երեխա է ունենում, օրինակ բան կա, չէ՞, օրնանք կա, որ ասում են 7 որդով սեղան նստես։ Ինչի են ասում 7 որդով։ Որտեվ դա օրնանք է, երբ որ դու 7 երեխա ես ունենում, քո ընտանիքում կյանքի գետի մեծությունը Ամազոնի չափ է։ Եվ այդ ժամանակ բոլորը այդ հոսքի մեջ, այն որ ասում են խերի մեջ կորում են։ Ես 7 աղջկա եմ համաձայն։ Հա, իհարկե, այս դեպքում սերը եւ ոչ մի դեպքում սերը ընդհանրապես կարևոր չի, երբ որ կյանքը ընտրում է որ պետք է աղջիկ, ուրեմն աղջիկ, տղա, ուրեմն տղա։ Լավ, քանի որ մենք մոտենում ենք մեր ոդկասթի արդեն վերջերին, ես կուզենայի մի քանի հարցել քննարկենք իրար հետ, հա, եթե դու կուզենաս էլի ունենք մի քանի րոպե, ես առաջինը որ կուզենայի քեզ տայի հետեւյալ հարցն է, քո ամենաուժեղ գիծը, որը դու կարողացել ես ռեալիզացնել բիզնեսում, որպես մարդ, հա, երևի նաև հենց այդ արխետիպի էներգիայի մասն է, որն ես համարում քո ամենաուժեղ հատկությունը բիզնեսում։ Մի հատկություն, հա։ Կարաս մի քանիսը նշես, եթե նկատել ես, որ ասում շոշափել ես իրանց։ Երևի թե ամենակարևորը հավատքն է առասարակ կյանքում։ Այսինքն հավատում եմ ինչ-որ մի բանին, ու այդ հավատքը ինձ ամեն օր
ստիպումա չէ ուժատալի, որ ես վեր կանամ, գնամ աշխատանքի, ես աշխատանքի եմ հիմա գնում սեփականատեր եմ, բայց աշխատում եմ ռեժիմով, գրաֆիկով, հա։ Քանի հոգի են ձեր թիմում աշխատում? 170-ի մոտ ենք հեսա լինելու, բայց աճում ենք անընդհատ։ Okay. Աճում ենք։ Մի քանի տարի առաջ 100-ին մոտ ենք, մի 4 տարի առաջ 3։ Դա դեռ դժվար շատ։ 100-ից 160 70 մարդ ունենալը, աշխատակից ունենալը, թիմ ունենալը, այդ այսպես ասած անկում ունեցող բիզնեսում շատ դժվար է։ Երևի հավատքն է ինձ։ Բնես անկում նկատի ունես բիզնեսը անկման փուլում էր էլի այդ Ադեսի։ Հա, բանի, զարգացման։ Ես ինքս սկսել եմ զբաղվել ամենավատ կետերից մեկում, չգիտեմ կոնկրետ որում եմ մտել։ Այդ վհուկների որսը անցել ենք, արդեն վստահ եմ եկել, արդեն են մահվան, այսպես ասած, նշույլներն են երևում։ Okay, ուտեից նորից իրան երկրորդ կյանք ես տվել էլի։ Okay։ Երևի թե հավատքն ամենակարևոր, այսպես ասած, ուժեղ կողմը։ Մի կողմ ունեմ, որ համ ուժը, համ թուլությունն է, դա թուլությունն է որոշ դեպքերում, այսինքն ես այն գործը, որ պետքա անեմ, այսպես ասած, նստեմ, այդ գործը երկար անեմ, չեմ անի, ես կներես էլի երբ է ծնունդը, երբ ես ծնվել։ Սեպտեմբերի 24։ 24, okay։ Լավ։ Ու այդ թուլությունը ինձ շատ տեղերում ուժ ատալի, շատ տեղերում այսպես ասած, ասում խանգարում է, բայց ես կհավատաս ինձ, եթե ես ասեմ, որ քո արխետիպի մարդուն ծուլությունը ընդհանրապես չպետք է խանգարի, դու վայելես։ Տենց էլ կա, ես վայելում եմ դա։ Այդ 6 արխետիպը, 6 ու 10 արխետիպերը 24-ը 6 մի քանի արխետիպ է, 2-ն էլ է, 4-ն էլ է, 6-ն էլ է, 6 արխետիպի մարդիկ պետքա քիչ աշխատեն։ Հետարքիր իրանց արդյունքը շատ է։ Հայրս միշտ ստիպում էր ավելի շատ աշխատեմ, ավելի աշխատասեր լինեմ, հա։ Այդ պիտակով չասեմ, այդ ճնշումով մեծացել եմ ու պահ եկել է, որ հասկացել եմ, որ ես ազատ եմ, ես այդ ծուլությունը իմ ուժն եմ սարքել, թե մի գործ կա, որ ես կանամ չանեմ լավ ձևով, որակով համակարգ ստեղծեմ, ես ժամանակս կծախսեմ համակարգ ստեղծելու վրա, թեկուզ բայց ինքը ավելի շատ ժամանակ կտանի, քան գործը ես անեմ, այսինքն ծուլությունը ինքնից տանում է այն ուղղությամբ, որ համակարգ ստեղծեմ։ Եթե կարող է սա դանեի մի ամսում, համակարգ անի 2-3 տարում, բայց գիտեմ համակարգ առանց ինձ կանի դա։ Իսկ այնտեղ ես պետք է անեմ։ Այդ ծուլությունը եւ լավ կողմը եւ վատ կողմը, ես դա հասկացել եմ, որ միայն լավ է քո դեպքում։ Օգնում է, հա, ինձ օգնում է դա։ Իմ օպերացիոն համակարգից մեր ուզում եմ դուրս գամ, որովհետեւ չեմ սիրում այդ միապաղաղ աշխատանքը իմը չի։ Դա նաև երևի մեր ընկերությանը դա էր պետք։ Այսինքն մեր մոտ բոլորը P էին, P եւ A են, ես այդ E-ով, E-ով եւ I-ով ավելի շատ եկա լցրեցի այդ բացը, հա։ Նորարարություն, մտավ ընկերություն, փոփոխություն մտավ ընկերություն, բայց այդ P-ն ու A-ն իմ ուժեղ կողմը չի, ես գիտեմ իմ P-ն եւ A-ն փոքրատառ են, E-ն եւ I-ն, I-ը կետիկով մեծատառ են միանշանակ, այսինքն տենց եմ։ Բայց ես աշխատել եմ, որ այդ P-ն ու A-ն որ ընդհանրապես չեն եղել, այսպես ասած P-ն դե produce-ն է, այսինքն ամենօր այդ աշխատանքն է, A-ն դրա էֆեկտիվությունը չափելն է, չէ։ Ես իմ մեջ մինիմում հասկացել եմ, որ նրանք պետք է գոնե փոքրատառ լինեն։ Մի խոսքով դա նաեւ երևի իմ ուժեղ կողմն է ծուլությունը, չգիտեմ։ Վատ կողմերից ասխոսամ։ Հա, եկ։ Վատ կողմերից կարող խոսամ, մեկ բարիությունը սա գործում խանգարում, բայց դա էլ եմ հասկացել ուժա ու ես բարի եմ լինում մենակ ճիշտ մարդկանց հանդեպ, այսինքն մյուս մարդկանց հանդեպ ես կամ չեզոքեմ, կամ կարող է հակառակը դաժան լինեմ։ Մարդ ազատում աշխատանքի։ Շատ։ Հա։ Շատ։ Այդ իմ մեջ առաջ էր շատ դժվար, հիմա բավական հեշտ է ամեն ինչ։ Եթե գիտեմ ընկերության համար պետք է դա անել, կազատեմ։ Բայց մեկ բարիությունը sense ում ասում, ոնց որ բարի եմ շատ մարդկանց ինքը շատ չարա բոլոր հարցերում, բայց sense հերթը գալիս որ մարդ պետք է ազատի աշխատանքից, կսկսի հուզվել, լացել։ Ժամանակ շատ բարի մարդ է։ Ահա, չի կարող։ Սիրտը տանջում է։ Չէ, ես sense անձամբ կարող է դեպքեր լինի էջարս գործից ազատի իր աշխատանքն, բայց կարող է դեպքեր լինի հենց ես անձամբ հրավիրեմ, ասեմ հաջողություն, ստեսություն, մեր ճանապարհները տարբեր ուղղությամբ գնացին։ Այդ բարիությունս շատ տեղեր տուժել եմ, առաջի բիզնեսներումս տուժել եմ հենց բարիությանս չափից շատ լինելու պատճառով, բայց չեմ չարացել։ Դա էլ ուժ հավատքն ես դա ասել եմ, երևի սխալ մարդկանց եմ վստահել։ Ու հիմա նես չի, ես չեմ վստահում, նես չի որ բարի չեմ հավատում, այլ հակառակը դա տարել եմ վերլուծում, այդ ռիսկի վերլուծությունն է եկել արդեն հասկանալ ես մարդուն, ես որ հավատամ, վստահեմ։ Եթե ինքը անգամ ինձ խափի, ես ինչ եմ կորցնելու։ Ու պատրաստ եմ, որ այդ մարդը մի օր ինձ կարա խափի, հա, մի օր անվստահությունս, այսպես ասած, չարաշահի, պատրաստ եմ դրան։ Okay, իդեպ գամ քո արխետիպին 6-ին,
6-ը նախ վաճառքի մեջ ուժեղ են 6-երը, քեզ ասեմ, չգիտեմ, քեզ տեսել ես, փորձել ես հենց վաճառքի։ Նոր եմ սկսել դա հասկանալ։ Ինքը շատ ուժեղ էներգիա է։ 6-երը իրանք գեղեցկության գնահատող ու սիրող մարդիկ են։ 6-երը միշտ սիրուն են հագնվում, սիրուն բաներ են, սիրուն տեղեր են սիրում, 6-ը տաղանդավոր դիզայներներն են 6 դառնում, գեղեցիկը նկատող ու ճանաչող մարդիկ են։ Ես քեզ երբ տեսել եմ, միշտ քո ոճը ամենայն ցենց բան Շնորհակալ եմ։ այո, այդ դու պահում ես, իդեպ մեր ծուշն էլ է 6 արխետիպ ունի ծուշը։ Եվ նու մենակ 6 չի իր մոտելի արխետիպեր կամ 6-ը բավական ուժեղ է։ Ամսի 6-ին է ծնվել, թե 15, հա 15։ Կարծեմ ամսով է, ամիսներ 6-ով ամսով այդ արխետիպը իր մոտ։ Օրը չեմ հիշում, բայց մենք երբ որ քննարկում ենք, հունիսին այսինքն։ հա, հունիսին, հա։ Իմանանք շնորհավոր ենք։ Հա, իհարկե։ Եվ դու հիմա որ իրանց այդ պրոյեկտը սանում, չգիտեմ, կարող է ուշետ ավելի սինխրոն աշխատեք, քան Նարեկն 16 արխետիպ է, էլի 6 ունի։ Հա։ Բայց ինքը ավելի ստրայցել է, շնարարի արխետիպը Նարեկի մոտ, էլի։ Քո դեպքում քոնը 4-ը կայսրի արխետիպն է, որը էլի ռեալիզացնում ես։ Պիտակավորում ես։ Ես այդ պիտակը կգտնի։ Բայց Նախագահ ջան։ Հա, չէ։ Եթե արխետիպի տեսանկյունից նայես, իդեպ նախագահի արխետիպ չկա։ Կա կայսրի արխետիպ։ Կայսրը նախագահը խոսում են, հա։ Հա, չէ։ Մեկ էլ բժիշկը դուրը բացում մտնում են այս։ Այո, sense։ Հետևաբար այս արխետիպերի վրա դու ինչ էլ հետո անես, քո մոտ ստացվելու է իրականում։ Ես իդեպ Բակուրի ոդկասթի ժամանակ իր արխետիպերից խոսացի, 18 է իր արխետիպը։ Ամենաուժեղ վիզիոներներն են 18-երը։ 18-երը մեր ցիվիլիզացիայի երևի գործարարության աշխարհի ամենաուժեղ փոխողներն են, որտեղ իրանք ապագայում պլանավորում են, տեսնում են իրանք միտքը շատ ուժեղ է, իրանք ինչ պլանավորեն, դա ռեալիզացվում է։ Ինֆոր Բակուրին ասացի ոդկասթի ժամանակ, հպանցիկ անցավ, հետո հաջորդ օրը գրելա, ասում եմ, այսքան ճշգրիտ է ինքը, ու հիմա պրոյեկտ անում ինքը այդ թեմայի հետ կապված, փակագծերը չբացեմ, բայց շատ հետաքրքիր պրոյեկտ է սկսել արխետիպերի հետ կապված։ Իր այդ երկրորդ ոդկասթի արդեն Հա, իդեպ առաջի 3 տեղերին կամ 4 կտեսնեմ, էլի կհրավիրեմ, իդեպ մեր ոդկասթը հնարավոր շանս ունի դառնալու մտնի երյակ կամ քարյակ, այսպես առաջ տեղում Բակուրն է, երկրորդ տեղում Ծյուշն է, չէ, առաջ տեղում Ծյուշն է, երկրորդում Բակուրն է, երրորդում Սոնան է, ֆրիստայլ գրուպի եւ 4-ը Արսենն է Red Invest-ի, ով էլի դեպ 6-րդ արխետիպ։ Տակրավեցերով բան ենք անում, դոմինանտ։ Այո։ 6 շատ ֆարտ է։ Արխետիպը որն է։ Ես 10 եմ։ 10։ 10-ն էլ 16 ամենաքիչ աշխատող արխետիպերը պետք է լինեն իրականում։ Կյանքին վստահելը, իրադարձություններին այո ասելը, օրինակ 7 արխետիպը ինքը բան է, նվաճող արխետիպ է, ինքը 7-ը չի կարա քիչ աշխատի, եթե 7-ը քիչ է աշխատում, իր համար էդի էներգիան սկսում է իրան ներսից քանդել։ Իսկ 6-ը ինքը կարա վայելի, օրինակ դու ինչքան ճամփորդես, իմացի դա էլ ավելի է մեծացնում քո բիզնեսի հաջողությունը։ Տենց էլ կա։ Հա, շատ եմ սիրում ճամփորդել։ Ու սիրուն տեղեր, այսինքն չգիտեմ, այդ Տոսկանայի այդ սիրուն այդ տարածքները, մենք որ կնոջս հետ գնում ենք, կանգնում ենք ինչ-որ միտեղ, վայելում ենք այդ ամենը, դա ես էլ կսացի 6-րդ արխետիպ ունեմ, եւ դա բավական ռեալիզացրել եմ, բավական բացել եմ։ Սենց Դե մենք որ հա խոսանք, ես ուզում եմ այս հետաքրքիր նոտայով ավարտենք մեր այսօրվա ոդկասթը։ Ընկերները, ոդկասթը ավարտվում է հիմա, բայց չի ավարտվում, քանի որ դուք ունեք հարցեր գրելու հնարավորություն, գրեք ձեր հարցերը եւ մենք անպայման ես էլ Ռոբներ կպատասխանենք սիրով ու մեր դիալոգը հենց շարունակվի հարցերի ու պատասխանների ֆորմատով։ Դե քեզ մերսի, որովհետև այսօր դու քանդեցիր սխեման, արխետիպերը քանդեցինք։ Այո, քանդեցիր այն ինչով մենք անում էինք, այն սցենարը, որով Ուսում եմ լավ է դա, չէ՞։ Իհարկե, շատ հետաքրքիր ստացվեց։ Մերսի քեզ շատ եւ ես էլ եմ շնորհակալ։ Իզուր չէր, որ որ ասում եմ ուշ եղավ, բայց եղավ տեղին ու ժամանակին։ Այո, ամեն ինչ ժամանակին ալ։ Ապրես։ Հարգանքներս։ Հարգանքներս։ Դե իմ հյուրն էր Հովսեփյան Ռոբերտը, Union ընկերության համասեփականատեր, զարգացման գծով տնօրեն, Կլուբ Կապիտալի անդամ, լավ ընկեր, լավ մարդ եւ մարդ, ումից կարելի է լիքը սովորել։ Դե նմանապես փոխադարձ շնորհակալ եմ Գրիգոր ջան, այս հնարավորության համար, հետարքի զրույցի համար շատ հետարքի ստացվեց։ Այո։ Դե մինչ հանդիպում։